Ողջույն բոլորին։ Բարև ձեզ։ Բարև Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Բարև ձեզ։ Բարև ձեզ։ միանում են Բարև ձեզ։ ները։ Ողջույն բոլորին։ Բարև ձեզ։ ողջույն բոլորին։ Լավ եք։ Լավ ենք Ինչպե՞ս եք։ եք։ Լավ, շնորհակալ եմ։ Շատ լավ, Ժողովուրդ ջան։ Եկեք, որպեսզի կողմնակի աղմուկ չառաջանա, կարողանանք այս մի ժամը մաքսիմալ արդյունավետ անել։ Ես միկրոֆոնները կանջատեմ, կխնդրեմ, որ ընթացքում հարցերը զրուցարանում գրեք եւ եթե հարց ու պատասխանի ժամանակ անհրաժեշտություն առաջացավ, այն ժամանակ արդեն միկրոֆոնները կմիացնեմ։ Ողջունում եմ բոլորին High-End Learning կրթական կենտրոնի վեբինարին։ Խնդրում եմ նշեք, արդյոք մեր կազմակերպության, մեր կենտրոնի հետ առնչվել եք, թե չէ։ Մենք նախկինում շատ ենք անվճար վեբինարներ ունեցել, մեկամսյա դասընթացներ ենք իրականացնում արհեստական բանականության, եռօրյա դասընթացներ ենք իրականացնում։ Ուզում եմ հասկանամ մեր դասընթացի մասնակիցներից ունենք այստեղ, թե բոլորը նոր են, իրար նոր ենք ճանաչելու։ Կխնդրեմ գրեք, եթե առաջին անգամ եք մեր ծրագրին մասնակցում, կամ եթե արդեն մասնակցել եք եռօրյային կամ մեկամսյային։ Այսպես իրար հետ ծանոթանանք 2 րոպեով եւ արդեն մեր վեբինարը սկսենք։ Հա, ինչպես միշտ տարբեր պատասխաններ կան։ Ունենք, շատ լավ, ունենք առաջին անգամ են մասնակցում մեկամսյայից, ունենք մասնակիցներ, ողջունում եմ բոլորին, առաջին անգամն է, շատ լավ։ Հերմինե ջան, ո՞նց եք։ Շատ ուրախ եմ, հա, ես գիտեմ, որ դուք միշտ մեզ հետ եք։ Շատ լավ է։ Լսել եմ, բայց առաջին անգամն է։ Շնորհակալություն շատ կարծիքների համար, այսինքն ունենք ուսուցիչներ, ովքեր առաջին անգամ են միանում մեր վեբինարին, դասընթացին եւ ունենք ուսուցիչներ արդեն մի քանի դասընթացների մասնակցել են։ Շատ ուրախ եմ։ Եկենք մենք սկսենք արդեն։ Այսօր հետևյալ ֆորմատով ենք միջոցառումը նախատեսել։ Մենք կխոսենք այն մասին, թե արհեստական բանականության այդ հզոր գործիքները ոնց կարող ենք օգտագործել անգլերենի դասընթացները ավելի հետաքրքիր դարձնելու համար, աշխատանքը կրճատելու համար, բացի դրանից գիտեմ, որ շատերդ կամավոր ատեստավորման ենք պատրաստվում եւ այդ առումով Ալեն Մարկարյանը ձեզ գրքեր ունի նվիրելու, այնպես որ այսօր եւ գիտելիքներ ենք ստանալու եւ վերջում ովքեր մնան նվերներ են ստանալու եւ ատեստացիային պատրաստվելու համար գրքեր ունենք։ Ես էլ իմ կողմից պատրաստել եմ հրահանգներ, 5 հրահանգի օրինակ, շատ մանրամասն գրած անգլերենով, ոնց պետք է ձեր հարցումը ձևակերպեք, որպեսզի արհեստական բանականությունը ճիշտ պատասխան տա։ Բացի դրանից մենք նաև ունենք հատուկ զեղչ ձեզ համար, եթե որոշեք միանալ մեր մեկամսյա դասընթացներին, որը հենց օտար լեզուներ դասավանդող ուսուցիչների համար է, ինչպես ինտեգրել AI գործիքները, որպեսզի մաքսիմալ ինտերակտիվ դասընթացներ իրականացնեք։ Ամեն ինչը հերթով, կարգով։ Հիմա մենք կսկսենք ուսուցողական մասը վեբինարի AI-ի մասին կխոսենք, որից հետո արդեն որոշ աշխատանքներ կցուցադրեմ, որ դուք էլ տեսնեք AI-ի հսկայական պոտենցիալը։ Ես շատ ուսուցիչների հետ եմ շփվել եւ գիտեմ, որ միջև չենք գալիս, չենք սովորում այդ գործիքակազմը, դժվար է պատկերացնել ինչեր հնարավոր է իրենով անել։ Դրա համար ես ուզում եմ այս հնարավորությունը օգտագործեմ, որպեսզի ձեզ մոտիվացնեմ, տեսնեք այլ անգլերենի ուսուցիչներ ինչ խաղեր են ստեղծել, վեբ էջեր են ստեղծել իրենց դասընթացները ներգրավող դարձնելու համար, դուք էլ իմանաք, որ այս հնարավորությունները հիմա հասանելի են բոլորին ու ընդհանրապես պետք չի ծրագրավորման գիտելիքներ ունենալ, միայն AI-ի գիտելիքներ ու ճիշտ ուղղորդում
Եվ դուք կկարողանաք ստանալ նմանատիպ նյութեր։ Ուրեմն նախքան բուն նյութին անցնելը, քանի որ ունենք ուսուցիչներ, ում հետ առաջին անգամ ենք շփվում, ես մի թեթև ներկայացնեմ մեր գործունեությունը եւ արդեն գնանք մեր վեբինարի բովանդակության մեջ խորանանք։ Ես Մարիաննա Խաչատրյանն եմ, արհեստական բանականության մասնագետ եմ։ Նախկինում մոտ 5 տարի դասախոսել եմ Արցախի պետական համալսարանում 2022 թվականին, երբ AI գործիքները ի հայտ են եկել, ես սկսել եմ վերապրոֆիլավորվել, ինքս մասնագիտությամբ տնտեսագետ, կառավարման մասնագետ եմ, եւ սկսեցի խորությամբ AI գործիքներ ուսումնասիրել, ամենօրյա կտրվածքով փորձարկումներ էի անում, ինքս միջազգային ծրագրեր էի այդ ժամանակ ղեկավարում արդեն, օգտագործում էի ու տեսնում էի այն արդյունավետությունը, որը մի քանի անգամ հեշտացնում է մարդու աշխատանքը, դարձնում է մեզ ավելի էֆեկտիվ, ժամանակ է խնայում։ Ես պարզապես հիանում էի այդ 22-23 թվականներն էլ եւ որոշեցի ինքս էլ նորարարությունների սիրահար եմ, որոշեցի լրիվությամբ խորանալ, վերապատրաստվեցի, տարբեր դասընթացների մասնակցեցի, Google-ի կողմից հավաստագրվեցի եւ սկսեցինք 2025 թվականի սկզբից High-End Learning կրթական կենտրոնում մենք սկսեցինք արհեստական բանականության լայնածավալ դասընթացներ, թե անվճար վեբինարներ, թե մեկամսյա դասընթացներ, թե երրորդյա դասընթացներ, որոնց ընթացքում տարբեր ֆորմատներում, կախված դասընթացից մենք սկսեցինք ուսուցիչներին սովորեցնել, ցույց տալ, թե ինչպես պետք է գրագետ ճիշտ ձևով AI գործիքները ուսումնասիրել, որովհետև AI ինքը գիտության առանձին ճյուղ է եւ իրեն պետք է լուրջ վերաբերվել, պետք է սովորել, որպեսզի կարողանանք լավ արդյունք ստանալ։ Եթե ուղղակի ինչ-որ փորձարկումներ ենք անում, դա միջին արդյունք է տալիս ու մինչև այն լավ արդյունքը չենք տեսնում, շատ դեպքում միջին արդյունքներ կարողա չենք զգում, որ միջին արդյունք է, որովհետև այդ պոտենցիալը չենք տեսնում։ Դրա համար մենք մեր դասընթացների ընթացքում հենց դա ենք ցույց տալիս, պոտենցիալն ենք ցույց տալիս, գործիքակազմը, պրակտիկ ոնց ստեղծեն նյութերը եւ ձեռքի բռնած իրար հետ այսպես առաջ ենք գնում եւ մի տարվա ընթացքում, նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում 3000 ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից, Սփյուռքից միացել են մեզ։ Բացի դրանից մենք նաև մեկամսյա վերապատրաստումների շրջանակում տարբեր դպրոցների կազմակերպությունների հետ ենք համագործակցում եւ վերապատրաստում ենք կոնկրետ իրենց անձնակազմը ուսուցիչներին։ Իմ տպավորությունը անգլերենի մասնագետների մասով միշտ շատ դրական է եղել, որովհետև անգլերենի մասնագետները առաջամարտիկներն են համարյա ամեն ինչում, գործիքակազմերը շատ է, եթե հայերենի մասով ելի ինչ-որ ձև սահմանափակում կա, անգլերենի մասով այդ AI հնարավորությունները անսահման են եւ մեր ուսուցիչներն էլ հենց ապացուցել են անգլերենի, որ իրենք շատ ինտերակտիվ նյութեր են պատրաստում AI-ով ու իսկականից ժամանակակից ձևով դասավանդում են։ Միշտ խորը տպավորված եմ եղել, այս նախորդ ամսին էլ Global Bridge դպրոցի վերապատրաստումն էի վարում, այնտեղ էլ այնքան ուժեղ անգլերենի մասնագետներ ունենք, ով որ եւս մեկ անգամ ես հիացա, թե ինչ աշխատանքներ են պատրաստ անգլերենի ուսուցիչները կատարել։ Ես այդպես համ պոտենցիալը ցույց կտամ, համ էլ մենք 0-ից կսովորենք AI-ի հետ ճիշտ խոսելու բանաձևերը, ոնց պետք է անենք եւ այլը, եւ հետո մեր ծրագիրը կներկայացնեմ, որի ընթացքում դուք այդ հեղափոխական քայլը կարող եք անել, միանալ դասընթացին, ձեր նյութերը ստեղծել, ձեզ զեղչ կտրամադրենք ու այդպես հերթով արդեն քայլերով առաջ կգնանք։ Նաև Ալենին եմ ուզում շնորհակալություն հայտնել, որ ինքն էլ կամավոր ատեստավորման մասով ուսուցիչներին աջակցում է, առանձին խումբ ունի, մենք նյութերը խմբում էլ կտեղադրենք, առանձին ձեզ մեյլով էլ կուղարկենք, այնպես որ իրար հետ կապի մեջ կլինենք։ Եկեք առաջ գնանք հիմա։ Ուզում եմ հասկանալ մեր լսարանում, քանի որ այսպես անվճար վեբինար է եւ ես ուզում եմ, որ մաքսիմալ հասկանամ, թե մեր լսարանում ինչ աստիճանի են տիրապետում AI գործիքներին։ Դրա համար կխնդրեմ, որ այս հարցմանը մասնակցեք, տեսնեմ ինչ գործիքներ եք օգտագործում, ինչպես եք AI-ը պատկերացնում, որպեսզի ըստ դրա էլ հասկանամ, թե ոնց ենք առաջ շարժվում։ Այստեղ ես լավ նամակներ եմ տեսնում։
Ուրախ եմ ձեր ձայնը լսել, կարոտել էի ձեր ձայնին։ Ես էլ միշտ ողջևորվում եմ, որ մեր համայնքից մասնակիցներ եմ տեսնում, ում հետ կրկին հանդիպում ենք։ Ժորժ ջան, եկեք։ Ահա, ինձ թվում է հիմա դուք արդեն պիտի որ կարողանաք մասնակցել։ Կխնդրեմ բառեր գրեք, Zoom-ում հղումը դրել եմ, հղումով անցեք, ձեզ մոտ այդ կայքը կբացվի եւ եկեք հայերենով գրենք, որպեսզի ավելի շատ արտացոլվի մի լեզվով որ լինի, ավելի հետաքրքիր կլինի, տեսնենք լսարանի մեծ մասը ինչ է մտածում AI գործիքների վերաբերյալ։ Այստեղ ինչ որ կանոն բան պետք չի, ինչ եք զգում, հա, երբ արհեստական բանականություն եք լսում, ինչ եք զգում, ինչ եք պատկերացնում, գրեք, որ հասկանանք մեր ընդհանուր լսարանը ինչ տրամադրվածություն ունի։ Արդեն 150 հոգի միացել է, շատ ուրախ եմ, 246 գրանցված մասնակից ունենք, երևի ընթացքում կմիանան։ Ահա։ Ոյ, ես ինչ չէ, այստեղ մի գրեք։ Ժորդան, այսպես մի գրեք, խնդրում եմ, մի րոպե հետ բան անեմ։ Բացեք հղումով անցեք եւ այդտեղ գրեք։ Ահա։ Այսպես, շատ լավ։ Հիմա տեսեք այն բառերը, որոնք մքացվել են, դրանք ամենաշատն են օգտագործվել մեր մասնակիցների կողմից։ Այսինքն, այսպես որ դիտարկում ենք, մեր անգլերենի ուսուցիչները AI դիտարկում են որպես աջակցություն, օգնություն, հնարավորություն, նոր հնարավորություններ, արագություն։ Այս ընդհանուր խմբի կարծիքն է, որոնք որ մուքա, բայց ես միշտ սիրում եմ այն փոքրիկ բաները գտնեմ, այնքան հետաքրքիր բաներ ա լինում։ Մեկ էլ տեսնում ես լրիվ հակասող բոլորը ստեղծարար support հեշտացնում եմ, կյանք, նույնիսկ կյանք չեմ օգտագործում, հա, դա էլ է հնարավոր, Ժորժան, կխնդրեմ էկրաններից մի քիչ հեռու, որ չխզբզվի էկրանին, տեղեկություն, հետաքրքիր գործիք, անսահման հնարավորություն, խորհրդատու, ահա, շատ լավ, ոնց հասկանում եմ, դուք բոլորդ լավ եք տրամադրված, որպես աջակից ու հնարավորություն եք դիտարկում, չէի էլ կասկածում, անգլերենի ուսուցիչները միշտ ակտիվ են այդ առումով, եկեք առաջ գնանք, հաջորդիվ որ գործիքն ենք կիրառում, այստեղ տարբերակներում մի հատ էլ պիտի գրեի չեմ օգտագործում, բայց եթե չեք օգտագործում, կարող եք չքվյարկել։ Հիմա ուզում եմ տեսնեմ էլի նույն պատկերն է, ոնց միշտ մեր դասերի վեբինարների ժամանակ ա լինում։ 4 հիմնական գործիք եմ այստեղ դրել՝ ChatGPT, Gemini, Notebook LM եւ Claude։ Տեսնենք, քվյարկենք, տեսնենք մեր ուսուցիչները առավելապես որ գործիքն են ամենաշատը օգտագործում, հա, հնարավոր է բոլորն էլ օգտագործում եք, բայց հասկանանք ձեր հոգեհարազատը ձեզ համար ավելի շատ որն է։ Ես չէի էլ կասկածում։ ChatGPT-ն միշտ առաջին տեղում է լինում, միշտ։ ChatGPT-ն չգիտի, որ իրեն Հայաստանում այսքան սիրում են, ինձ թվում է։ Օй, Gemini քվյարկում ենք, հա, ինձ թվում է մեր դասի մասնակիցները արդեն սկսեցին Gemini-ին քվյարկել, գալիս հավասարվում է, շատ լավ է։ Ահա, այսպես։ Ժորժան, ընդհանուր պատկերը հասկանալի է։ 4 հոգի ունենք, Notebook LM են օգտագործում ամենաշատը, ողջունում եմ, Notebook LM-ը իմ ամենասիրելի AI-ներից մեկն է, ունենք մի հոգի Claude-ն է օգտագործում եւ ChatGPT ու Gemini։ Շատ լավ։ Շնորհակալություն հարցմանը մասնակցելու համար։ Ես հիմա էկրանս նորից հետ կիսեմ, որպեսզի այս խզբզոցները գնամ ու արդեն շարունակենք։ Այս տեսարանը միշտ նույնն է լինում եւ երբ ես համեմատում եմ հարցումներին, որը թեկուզ 8 ամիս առաջ, 4 ամիս առաջ էինք անցկացնում, Gemini-ը երևի մի 3-4 հոգի էր, մի 60-100 հոգին սա ChatGPT էին օգտագործում, հիմա մի քիչ արդեն բալանսավորվում է։ Էսա այդ դրա մասին մենք կխոսենք, գնանք առաջ։ Այսպես, հիմա Միկրոֆոնները Ժորժան բոլորին անջատած է, ովքեր ուշ են միացել, ողջունում եմ բոլորին։ Հարցերը խնդրում եմ զրուցարանում գրեք, ես մոտ մի 20 րոպեից կգամ ձեր հարցերին կպատասխանեմ։ Վերջում արդեն կարող ենք միկրոֆոնները միացնել, եթե բանավոր հարցի կարիք լինի, առաջարկի հարցի կարիք լինի, այդպես կհնչեցնենք, քանի որ լսարանը մեծ է, ավելորդ աղմուկից խուսափելու համար ես անջատել եմ բոլորի միկրոֆոնները։ Հիմա
Արհեստական, այդ շատ լավ է, որ արհեստական բանականությանը դիտարկում ենք որպես օգնական, ինքը իրոք հզոր գործիք է, որի միջոցով մենք կարող ենք շատ առաջադրանքներ ավտոմատացնել։ Եվ ինքը մեզ օգնում է խնայելու մեր աշխատաժամանակի մինչև 90%-ը։ Այն 10-20%-ը թողնում մենք վերանայում ենք ամեն ինչի եւ այլը, բայց իր միջոցով դուք կարող եք ձեր ժամանակը մեծապես խնայել, ու բացի դրանից այն կարևորագույնը, որը դեռ այդքան էլ մեր հայաստանյան շուկայում տարածված չի, որ իր միջոցով դուք կարող եք շատ ինտերակտիվ նյութեր պատրաստել, օրինակ այդ նույն խաղերը, որ երեխաները սիրում են, ասենց երկնքից ինչ-որ բան է ընկնում, պետքա բռնեն միավոր քաշի, չէ, միավոր անեն, ասենց սիրում են, հա, խաղան անընդհատ։ Դուք այդ նույն խաղերը, լինելով անգլերենի մասնագետ, չունենալով ծրագրավորման գիտելիքներ, կարողանում եք ստեղծել, ընդ որում բովանդակությունը առաջնային դնելով, այսինքն ինքը միջև ձեր հարցին չպատասխանի, չի կարողանա առաջ գնալ, պետքա ճիշտ պատասխանի, որ այդ միավորը, այդ նոր կյանքը եւ այլը գա իրեն, էլի։ Դուք գիտեք երեխաները ինչքան են սիրում խաղային ուսուցումը, ու հիմա էլ խաղային ուսուցման է այսպես աշխարհը գնում, անհատականացված ուսուցման, եւ AI-ը այդ հնարավորությունները հենց մեզ տալիս է։ Ուղղակի շատ կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ հրահանգներ կիրառել, դե մեր մեկամսյայի, մեր երրորդյայի մասնակիցների համար սա նորություն չի լինելու, որովհետև իրենք այդ ամեն ինչը մանրամասն սովորում են, բայց ընդհանուր առմամբ մենք դրանից ենք խոսելու, որովհետև շատ կարևոր է այդ ճիշտ հրահանգ գրելը, ճիշտ կառուցվածքով գրելը, եւ ես հատուկ ձեզ համար մի 5 հատ հրահանգ, որը սովորաբար տալիս ենք մեր ուսուցիչներին պատրաստի, թարգմանել եմ անգլերենով, որպեսզի եթե անգլերենով եք ձեր հրահանգները գրում, կարողանաք դա անմիջապես ինտեգրել AI-ի հետ աշխատել, կփորձարկենք տարբեր գործիքներ ու այդ հնարավորությունները ցույց կտամ, թե ինչեր է հնարավոր AI-ով սարքել։ Այսպես, եկեք առաջ գնանք, հիմա ուզում եմ ես Gemini-ը գործիքը ցույց կտամ ձեզ, որովհետև ինքս էլ որպես մասնագետ համարում եմ, որ Gemini-ը շատ լավ գործիք է։ ChatGPT-ից հրաժարվել եմ վաղուց, մի 2 տարի կլինի, չեմ օգտագործում ընդհանրապես, որովհետև որակային առումով ու ֆունկցիոնալ առումով խաղեր, 3D մոդելներ ստեղծել, չգիտեմ, այդ Gemini-ի մրցակիցը ինձ համար պարզապես չկա, մեկ էլ Claude-ն է, ու multitasking, այլ իր միջոցով մենք շատ բաներ կարող ենք անել, դրա համար իմ խորհուրդը միշտ լինում է, որ գաք, եթե ChatGPT եք փորձարկում, մի հատ փորձարկեք Gemini-ի հնարավորությունները ճիշտ ձևով օգտագործեք, ու վերջում արդեն ինքներդ կկողմնորոշվեք ChatGPT եք շարունակում օգտագործել, թե Gemini։ ChatGPT-ն շատ դեպքերում սխալ է պատասխանում, շատ պետք է իրեն ուղղորդեք, որպեսզի ճիշտ պատասխաններ ստանաք, բացի դրանից մի տեսակ որպես բիզնես էլ ես իրենց չեմ կարողանում վստահել, հատկապես այս վերջին դեպքերի հետ կապված, ամեն դեպքում, որ սուբյեկտիվ իմ կարծիքի վրա հիմնված չլինի, ես մի հատ կայք եմ բացել, որ ձեզ հետ ուզում եմ կիսվել, LM Arena-ի կայքն է, այստեղ բոլոր AI գործիքներն են տեղադրված լինում, ու այդ պահին հիմա կլինի, թե մի ամիս հետո կլինի, եթե դուք ուզում եք տեսնել, թե կոնկրետ որ առումով, որ AI գործիքն է լավ, կարող եք բացել ու այստեղ մրցակցությունը անընդհատ ամեն օր փոխվում է այս հորիզոնականները, դուք էլ տեսնեք աշխարհում, որ AI-ներն են ամենամրցունակները։ Ես հիմա LM Arena-ի հղումը կուղարկեմ զրուցարանին, կարող եք պահպանել, այսպես, կարող եք պահպանել եւ օգտագործել, ինչ առումով է լավ, որ ցանկացած ժամանակ դուք կիմանաք այդ պահին որոնք են լավագույն AI-ները։ Ու դա ձեզ կօգնի կողմնորոշվել, որ AI-ով որ գործը անել։ Օրինակ, այստեղ տեսեք տեքստ է գրած, ասում է տեքստ, եթե տեքստային նյութեր եք դուք ուզում պատրաստել, դա լինի ձեր դասի պլաններ, թեստեր, ուսուցչի գործի մեծ մասը, հա։ Այդ առումով այս երկու մոդելները, Gemini-ը եւ Claude-ը ամենահզորն են, ընդ որում նախորդ տարի միշտ Gemini-ը առաջին հորիզոնականում էր գտնվում, Claude-ը այս մի 15 օր կլինի շատ է զարգացնում եւ 4 միավորով եկել առաջ է անցել։
Gemini-ից, բայց այս շատ հարաբերական է։ Կարող է վաղը բացենք, լրիվ հակառակ տեսարանը լինի։ Իսկ ինչ վերաբերում է ChatGPT-ին, ինքը 9-րդ հորիզոնականում էր, մի քիչ բարելավել է։ Ամեն օր իրար հետևից մոդելներ է թողարկում, փորձում է իրեն արդարացնի, բայց չի ստացվում մոտը։ Ամեն դեպքում օգտակարության տեսանկյունից ChatGPT-ն այս պահին 6-րդ հորիզոնականում է գտնվում։ Այս մասում կոդավորման մասով է, դե ինձ թվում է կոդավորման մասով ձեզ ինչ որ բաներ պետք չլինի։ Հետո տեսնում եք, չէ, ամեն ֆունկցիայի մասով կարող եք իմանալ, որ AI-ն է լավը, օրինակ այստեղ եթե նկար ենք ուզում ստեղծել բառերով, հա, այդ դեպքում Gemini-ն է լավ, նկարներ խմբագրելու համար, այ ChatGPT-ն է լավ, չնայած Gemini-ի բանանան էլ է էլի շատ հզոր, որոնողական որոնումներ կատարելու համար Claude-ն է այս պահին լավ, չնայած էլի մի ամիս առաջ ChatGPT բաններ, Gemini-ն էր առաջինը, իրանք իրար հետ շատ ուժեղ մրցում են։ Վիդեոներ ստեղծելու համար VO3-ն է լավ, որը Gemini-ի գործիքն է էլի։ Այսպես շարունակ դուք կարող եք տեսնել, որ գործիքը որի համար է ավելի լավ, նույնիսկ համեմատական վերլուծություն կա արված, եւ սա, եթե ուսումնասիրեք, ձեզ կօգնի որոշում կայացնեք, թե որ AI-ով եք որ առաջադրանքը ցանկանում անել։ Այս իգիտություն, ինչպես ասեցի, ես հենց կուղորդվեմ, ձեզ ամեն ինչը ցույց կտամ Gemini-ի միջոցով։ Ուզում եմ հասկանամ, մենք երբ AI-ին հրահանգ ենք գրում, ինչ որ հարցադրում ենք անում, ունենք հատուկ սխեմաներ, հատկապես այն ուսուցիչների կարծիքն է հետաքրքիր, ովքեր մեր դասընթացներին չեն մասնակցել։ Դուք ո՞նց եք AI-ին հարցում անում։ Ենթադրենք պրեզենտացիա եք ուզում պատրաստել կամ դասի պլան, թեստ եք կազմում, արդյոք հաշվի ենք առնում բոլոր նյուանսները, որոնք պետքա ճիշտ հրահանգ գրելու համար։ Այսինքն, այն սխեման, հատուկ սխեմա կա, չէ, ACDQ, լիքը սխեմաներ կա, պետքա մենք այդ սխեմանները օգտագործենք, որպեսզի կարողանանք լավ արդյունք ստանալ։ Ու հենց գաղտնիքներից մեկը AI-ի հետ ճիշտ աշխատելու կախված է լինում նրանից, թե մենք ինչ հարցում ենք իրեն տվել։ Ու բացի հարցումից ոչ թե տեխնիկական առումով հարցումը, այլ հենց մասնագիտական առումով ոնց ենք այդ հարցման մեջ իրեն ուղղորդել։ Հիմա եկեք տեսնեմ ինչ կարծիքներ ունենք, ոնց ենք հրահանգը տալիս, միջև այդ տեսնեմ ինչեր ունենք գրած, միջև դուք կարծիքներ, հա, այստեղ վերևում, ահա, շատ ուրախ եմ, նոր արդյունք։ Ես մենտիմետր գործիքը օգտագործում եմ դասարանում, հա, շատ լավ է, ես էլ եմ սիրում այս գործիքը։ Ահա, այստեղ էլի Defeat-ն ենք օգտագործում, հա, շատ լավ։ Defeat-ը ինքը AI-ով աշխատող կայք է, հիմա շատ կայքեր են AI իրենց ինտեգրում, բայց որպես տեքստային AI, այս իմ թվարկածներն են, հա, որով դուք լիքը բաներ կարող եք անել ChatGPT-ին, Gemini-ը, Claude-ը, DeepSeek-ը, Perplexity-ին, Copilot-ը եւ այլը եւ այլը։ Որ մտածող մոդել են, էլի։ Այսուհետ Գայանե ջան, այսուհետ նոթբուք էլ եմ, հա, շատ լավ է։ DeepSeek էլ ենք օգտագործում, նոթբուք LM-ի մասին ինչ կասեք, նոթբուք LM-ի մասին լիքը լավ բաներ կարելի է ասել, հեսա կասեմ իր միջոցով ինչեր է հնարավոր անել։ Ահա, հրահանգը տալիս ենք մանրակրկիտ, ճիշտ եք ասում, նշում ենք առարկան, տարիքը, թեման, լինում է նաև դնում եմ դասի age, ահա, շատ լավ, create, generate, level, ահա, act as an English teacher, okay, խնդրում եմ ինձ օգնի, լավ եք անում, որ այդպես օգնության ենք դիմում, բայց այդ դրանից հետո շատ մանրակրկիտ, պետք է մենք իրեն ուղղորդենք, թե ինքը ինչ գրի։ Please create, generate, ահա, okay, շատ լավ, և որպես մասնագետ, ահա, տալիս ենք դեր, շատ լավ է, Ժորժան, հիմա ես ամփոփեմ այդ ձեր ասածները, ասեմ այդ մանրակրկիտը, ինչպես մեր ուսուցիչներից այնքան լավ գրեցիք, ասում եմ սիրելիս կօգնես, լավ ասեցիք, բայց այդ սիրելիսով հարց չենք լուծելու, եթե ճիշտ հրահանգի սխեման չկիրառենք, հիմա ես բացեմ այս սխեման, կարող եք նկարել ձեզ մոտ ունենալ, Ժորժան, այ
այս սխեման մենք պետքա միշտ մեր աչքի առաջ ունենանք, որպեսզի կարողանանք հրահանգները գրել։ Այսինքն, առաջնահերթ իրեն տալիս ենք դեր, տալիս ենք համատեքստ, օրինակ, գործիր որպես անգլերենի փորձառու մասնագետ, համատեքստը շատ կարևոր է լինում, այսինքն այդ նյութը ստեղծելու համար ենթադրենք դասի պլան է ստեղծում, պրեզենտացիա է ստեղծում, դա ստեղծելու համար ինչ է պետք իրեն, որ ինքը իմանա։ Ու ինչը որ պետք է, օրինակ, այստեղ էլ դուք շեշտեցիք երեխայի տարիք եւ այլը, հա, այդ շատ կարևոր է, դասարանը, տարիքը, բայց միայն դա հերիք չի, համատեքստի մեջ դուք պետք է նաեւ ներկայացնեք այդ երեխաները ինչ գիտելիքներ ունեն նախնական տվյալ թեման յուրացնելու համար, ձեր լսարանը ինչ տեխնիկական հագեցվածություն ունի, դուք ինքներդ այդ դասը ոնց եք պատրաստ վարեք, օրինակ խաղեր կարող եք ստեղծել, թե ավելի հին մեթոդներով եք ուզում անցկացնել, ձեր դասարանի ու ձեր մասնագիտական նախասիրությունների մասին պետքա մի լավ պատմեք ու տակ համատեքստը։ AI-ը հասկանա աշակերտը այդ թեմայից ինչ գիտելիքներ ունի ու այդ թեման միջև երբ պետքա խորացնել, միջև ինչքան պետքա խորացնել։ Օրինակ ենթադրենք ասում ենք present simple ենք ուզում բացատրենք, բայց կարողա փոքր դասարանում, հա, ասում ենք 5-րդ դասարան, բայց դա հերիք չի AI-ին։ Պետքա դուք այնտեղ իրեն ասեք ինչով սահմանափակվի։ Փոքրերի համար պետք չէ գնալ այն բացառություններով, այս ամեն ինչերով ներկայացնել, բայց եթե ընդունելության քննություն պարապողի համար ենք օրինակ թեստ ուզում կազմել, այնտեղ լրիվ ուրիշ հրահանգներ պետքա տանք։ Դրա համար այդ համատեքստ բառը միշտ հիշում ենք, մաքսիմալ պատմում ենք AI-ին մեր դասարանի ունակությունների մասին, մեր մասնագիտական դատողությունները ներդնելով։ Եթե երեխաները չեն սիրում այդ թեման, այդ դասը, եթե երեխաները շփոթում են, վաղակատարը չգիտեն երբ դնեն, ինչի համար է դա պետք եւ այլը, այդ ամեն ինչը հրահանգի մեջ դուք բացատրած տվեք, որպեսզի AI-ը հասկանա ձեր դասարանը ինչ խնդիր ունի, ինչ ցավեր ունեն, ինչ հետաքրքրություններ ունեն, որ ըստ դրա ինքը կարողանա կառուցի ձեր նյութը, որովհետև ի վերջո AI-ի նպատակը չէ, որ մենք գրենք ինքը արագ ինչ-որ մի բան տա, դա ինտերնետից էլ կարող ենք վերցնել, հատկապես անգլերենի պարագայում, մենք պետքա AI-ը շատ գիտակցված օգտագործենք ու իմանանք, որ օգտագործում ենք տարբերակված, անհատականացված ուսուցում անելու համար, մեր դասարանի կարիքներին, մեր աշակերտների կարիքներին ուղղված։ Դրա համար, եթե օրինակ ունեք գիրք, դասագրքեր, ուզում եք դասագրքերի հիման վրա անեք, պարտադիր ներբեռնեք դասագիրքը, թող ինքը գիրքը ուսումնասիրի, որից հետո սկսեք այդ հրահանգները տալը, որովհետև երբ AI դասագիրքը ունենում է, ինքը արդեն հասկանում է երեխան ինչ է անցել այդ թեմայով, հետո ինչ պետք է անցնի ու կարողանում է թե թեստերը, թե դասի պլանները ավելի կառուցողական ձևերով պատրաստի։ Այս շատ կարևոր է, ամենակարևոր բաներից մեկը AI-ում դա համատեքստ տալն է, Ժորժ ջան, ու այս տրամաբանությունը եթե մենք վերցնում ենք, հետագայում հոդված կգրենք, էսե կգրենք, նախագծայինի համար կլինի, թե ինքներս ուզում ենք գնանք միտեղ աշխատենք, CV ենք ուզում գրենք, կապ չունի ինչ եք ուզում անել, դուք արդեն կհասկանաք, ինչ աղբյուր պետքա տաք AI-ին, ինչ ինֆորմացիա է նախնական պետք որ տանք AI-ին եւ արդյունքը ինչ ենք ուզում ստանալ ու դրա համար ինչա պետք իրեն ասել։ Միշտ այդպես մտածեք։ AI շատ տրամաբանող մոդել է։ AI հետ աշխատելիս տրամաբանեք, մտածեք, հետո սկսեք հրահանգը գրելը այդ պարագայում շատ ավելի արդյունավետ կստացվի։ Հստակ ասում ենք առաջադրանքը ինչ պետք է անել։ Եթե պետք է թեստ կազմել, դասի պլան կազմել, շատ հստակ ենք ասում, ոչ թե ուղղակի ասում ենք կազմիր թեստ 20 հարցից բաղկացած, ես ձեզ հրահանգներ տվել եմ, այնտեղ կտեսնեք հետո մանրակրկիտ ոնց է ասվում։ Այլ օրինակ ասում ենք, որ 20 հարցից բաղկացած թեստ է պետք, բայց պետք է ենթադրենք 5 հարցը լինի 4 տարբերականի, ընդ որում այդ ընտրովի պատասխաններով հարցերը երբ կազմում ենք, այն մի պատասխանը պետքա ճիշտ լինի, մնացած 3 պատասխանը պետք է լինեն սխալ, բայց շփոթեցնող, խորամանկ, այնպես որ
առանց թեմայի իմացության բացառման մեթոդով չկարողանա անել, որովհետև շատ դեպքերում, երբ իրեն այսպես չենք խստացնում, ինքը այնպեսի անորակ թեստ է կազմում, որ հարցը լավ է, ճիշտ պատասխանը լավ է, բայց այն երեք տարբերակները հեռու են, այնքան հեռու են, որ բացառման մեթոդով երեխան կարողանում է լուծի։ Դրա համար հրահանգի մեջ, օրինակ թեստ կազմելիս, այդ ամեն ինչը նշեք։ Բացի դրանից, թեստն էլ ինքնադպատակ չի լինում, չէ՞, ինչ որ կարողություն ենք ուզում ստուգել երեխաների մոտ, զարգացնել եւ այլը։ Դուք այնքան մանրակրկիտ կարող եք գրել, օրինակ, այդ 20 հարցից 5 հարցը թող լինի հասկացություններ ստուգող, 5 հարցը թող լինի, ենթադրենք, ներկա շարունակականն ենք ուզում հասկանանք, ինքը թող տեղադրի, հա, ճիշտը գրի, այն մյուս 5-ը թող լինի թարգմանություն, ու մանրակրկիտ ասեք, օրինակ թարգմանությունը թող լինի մի նախադասությունը լինի այսքան բառի սահմանում, որ շատ չլինի, հասկացվի, թե որ դասի շրջանակից, նույնիսկ կարող եք ասել, թեև քերականական վարժությունը ինքը ձեզ համար 0-ից ստեղծում, կարող եք ասել այնպիսի բառեր այնտեղ տեղադրիր, որ իրենք արդեն սովորել են մինչև հիմա դասագրքի շրջանակներում, որպեսզի այդպես էլ համ իրենց հաճելի իմացած բառերը լինի, համ էլ ստուգեք, տեսնեք արդյոք այդ բառապաշարն էլ ամրապնդեն։ Այսինքն դուք այնքան մանրակրկիտ, մանրամասն կարող եք AI միջոցով անել, որ մաքսիմալ անհատականացվի։ Իսկ այդ ամեն ինչը մենք անում ենք, երբ մեր ասելիքը ստրուկտուրավորված ներառում ենք հրահանգի մեջ։ Առաջադրանքը հենց այդքան ոնց ասեցի, շատ մանրամասն այդպես նկարագրում եք, հետո տալիս ենք ձևաչափը, ինչ պետք է անի, ինքը կարող է դուք օրինակ ուզում եք աղյուսակ սարքեք, ինչ որ քերականական բացառություններ դնեք, դիմացը կիրառման օրինակներ դնեք, չգիտեմ, այդպիսի բաներ եք ուզում, այդ դեպքում դուք Gemini-ին օրինակ կարող եք ասել, որ աղյուսակի տեսքով ներկայացրու, առաջին սյունում S լինի, երկրորդ սյունում եւ այլը, կամ կարող է ուզում եք տեքստի ձևով լինի, դրա համար էդ էլ առանձին շեշտեք։ Հաջորդը սահմանափակումներ ենք տալիս պարտադիր, օրինակ թեստը լինի, թե պրեզենտացիա, ենթադրենք գնում ենք ինչ-որ կոնֆերանսում միջազգային պրեզենտացիա ենք ներկայացնում, այդ դեպքում ինչը պետք է լինի սահմանափակումը, բացի այս նշած կետերից, մենք պետք է սահմանափակենք սլայդի քանակով, բացի սլայդի քանակից պետք է ժամով սահմանափակենք, որովհետև նույն 5 պրեզենտացիան կարելի է 5 րոպե ներկայացնել, կարելի է 50 րոպե ներկայացնել, այդ սահմանափակումները տվեք։ Մասնագիտական սահմանափակումներ օգտագործեք, կարող է դուք ինչ-որ թեմայով սցենար եք պատրաստում, բայց չեք ուզում ինչ-որ ենթաթեմաներ այնտեղ ներառված լինի։ Սահմանափակման մեջ նշեք, որ խնդրում եմ կենտրոնացիր այսինչի վրա, բացառիր այսինչի մասին խոսելը, էդ էլ որպես սահմանափակում կարող եք տալ։ Եվ լրացուցիչ մանրամասներն էլ ցանկացած այլ տեղեկատվություն, որ դուք մտածում եք, որ օգտակար կլինի AI-ին ձեր նյութը սարքելու համար, էդ էլ պարտադիր տվեք։ Գիտեք, շատ կարևոր է այս, որ ասում եմ միշտ պետքա մտածեք AI-ին ինչա պետք, անծանոթ մարդու, որ ընդհանրապես անգլերենից տեղյակ չի լինում, օրինակ, դուք կարող եք ասել, բարև, թեստս կազմիր, ինքը ինժեներ է, չէ, AI-ին էլ նույնը դիտարկեք, որ ինքը գործիք է, բայց ինքը տեղյակ չի դուք ինչ եք ուզում անել։ Հա, մի բառ էլ գրեք, ինքը ձեզ լիքը նյութ է տալու, բայց այդ հաշիվ չի։ Եթե դուք ուզում եք ինքը իրոք որակյալ նյութ տա ձեզ, դուք էլ իրոք որակյալ պետքա հրահանգը գրեք ու այդ մանրամասների մեջ ենթադրեք ինչ որ վարժություններ եք ուզում ստեղծել, ուզում եք ինչ որ ձևով լինի։ Կոնկրետ մի հատ նախադասության կառուցվածք ունեք, ուզում եք այդ ձևով լինի բոլոր նախադասությունները, դուք հրահանգի վերջում այսքան մանրամասն գրելով հրահանգի վերջում գրեք, ուզում եմ որ այս ֆորմատով լինի, որ բոլորը նույն ձևով ինքը բերի, եթե ձեզ դա է պետք։ Կամ եթե ունեք օրինակ, ՀՊՉ-ները, պրեզենտացիայի օրինակա կապ չունի, մի հատ թեստ եք սարքել, շատ լավն է, ուզում եք, որ AI-ը այդ թեստի նման սարքի, բայց արդեն այնտեղ բառեր փոխի, քերականություն, թեման փոխի, բայց կառուցվածքը նույն ձևով անի։ Այդ դեպքում շատ օգտակար է լինում, որպես լրացուցիչ մանրամասն իրեն տակ նմուշ օրինակ ինքը նայի ուսումնասիրի, որից հետո այս մեծ հրահանգը կազմեք տակ, որպեսզի ինքը հասկանա, թե ինչ ոնց պետքա ձեզ պատասխանի։ Ժորժան, այս սրան շատ մեծ ուշադրություն դարձրեք, շատ մեծ։ Ինչքան շատ սկսեք կիրառել, այդքան ավելի լավ կօգտագործեք։ Ես հիմա
կբացեմ այս հրահանգները, որոնք պատրաստել ենք անվճար ձեզ ենք տրամադրելու, կարող եք տեսնել իմ ասած ձևով, ոնց ենք մենք AI-ին հրահանգ տալիս, տեսեք օրինակ դասի պլանավորումն է սա, որպես մեթոդիստ գործի, անգլերենի մասնագետ եւ այլը շատ մանրամասն տալիս ենք դասարանը, վերնագիրը, ուսանողների գիտելիքները, կոնկրետ task-ը ինչ պետք է ինքը անի, նպատակները, outcome-ներն ենք նշում, արդյունքը, վերջնարդյունքը ինչ պետք է լինի, դա ենք նշում, վերջնական արդյունքն ենք նշում եւ այլը։ Այսինքն, այն ամեն ինչը, ինչը որ դուք պետք է հիշեք, իմ այսքան բացատրածից միտեղ լրացրած գրած է, ձեզ կմնա բացել սա, վերցնել, սկսել այս բաց թողնված տեղերը ձեր մասնագիտական դատողությունները օգտագործելով լրացնելը, որպեսզի կարողանաք լավ արդյունք ստանալ ու իմ կողմից շատ կարևոր խորհուրդ, երբ արհեստական բանականության հետ ինչ որ հրահանգ եք գրում, պարտադիր ասեք, որպեսզի ինքը ձեզ հարցեր տա։ Երբ ինքը մեզ հարցեր է տալիս, այդ դեպքում սկսում է շատ ավելի լավ արդյունք ստեղծել։ Այս էլ նույնի հայերեն տարբերակն է, որը ընդհանուր բոլորի համար ենք տալիս։ Տեսեք, ենթադրենք կարող եմ սա վերցնել, այսպես արագ անենք, մենք չնայած անգլերեն ուսուցիչների համար է, բայց որոշ ուսուցիչներ ունենք, նշել էին, որ անգլերենի ուսուցիչ են, բայց ցանկանում են մասնակցել։ Այստեղ օրինակ ասում ենք գործիր որպես անգլերեն առարկա, հետ ենք բերում, չենք ուզել, անգլերեն առարկայի փորձառու մեթոդիստ եւ այլը, մեր առարկան ենք նշում, աշակերտների թիվն ենք նշում, բոլոր մանրամասները այստեղ պետք է նշենք ու վերջում էլ իրեն ասում ենք, որպեսզի մեզ հարցեր տա միջև պլանը գրելը։ Եթե հայերենով եք ձեր հրահանգները տալիս կամ ընդհանրապես հայերենով ինչ-որ աշխատանքներ եք անում, ես խորհուրդ կտամ HighSpeech AI-ը օգտագործեք, ինքը շատ լավ AI է։ Հիմա ես մեր զրուցարանում այս AI-ին էլ AI-ի մասին էլ կխոսեմ, կուղարկեմ այս AI-ը եւ այստեղ մենք ինչ ենք անում, խոսում ենք եւ ինքը մեր խոսածը վերածում է տեքստի։ Օրինակ, խնդրում եմ կազմիր դասի պլան, պարզ ներկա ժամանակաձևը բացատրելու համար 6-րդ դասարանի աշակերտներ, իրենք նախնական գիտելիքներ չունեն, թեման նոր է, այսպես կարճ կասեմ, բայց դուք պետքա գնաք հրահանգի մեջ ամեն տողը ինչ կա, լրացնեք, որպեսզի կարողանաք որակյալ արդյունք ստանալ։ Ու եթե ունեք գիրքը կարող եք գցել, որպեսզի ինքը գրքի հիման վրա ձեզ նյութեր տա։ Սրանք պարզագույնն են, որոնք պետքա օգտագործեք։ Տեսեք ինքը ոնց է մեզ հարցեր տալիս, այս հարցերը իր համար կարևոր է, որպեսզի ինքը իմանա, հարցերին կարողանա պատասխանի, որպեսզի հաջորդիվ սկսի մեր նյութերը կազմելը։ Մենք օրինակ կարող ենք ասել, խնդրում եմ պատասխանիր, մի րոպե, խնդրում եմ սկսիր նյութը կազմել առանց իմ պատասխաններին սպասելու։ Ես այսպես անեմ, որ արագ վերջնարդյունքը ցույց տամ, բայց դուք այս պահին պարտադիր որպես մասնագետ մի լավ իր հարցերին պատասխանում ենք։ Ես ինչու եմ հիմքից գալիս, որովհետև հիմա դասի պլան կլինի, թե ատեստացիային պատրաստվել կլինի, ինչ գործ, որ դուք ուզենաք անեք, այս նույն տրամաբանությունը օգտագործում եք եւ կարողանում եք անել։ Տեսեք, այստեղ ինքը դասի պլանը արդեն գրեց, ինչ պետքա բացատրենք, ինչ խաղեր պետքա օգտագործենք եւ այլը։ Նույն սկզբունքով, օրինակ, ունենք ենթադրենք գիրք, գրքեր, ուզում ենք ատեստավորմանը պատրաստվել, դուք կարող եք այստեղ պլյուսի նշան կա, պլյուսի նշանի վրա սեղմել, գնալ գիրքը ներբեռնել եւ իրեն խնդրել, որպեսզի գիրքը վերլուծի, ձեզ ներկայացնի, հետո իրեն դեր տակ, որպես ինքը հանդես գա, որպես վերապատրաստող ուսուցիչ ու սկսի ձեզ հետ ամենօրյա կտրվածքով վերապատրաստում իրականացնել։ Ու ուղղակի ոչ թե բառերով ենք ասում, այլ ես այդ հրահանգի սխեման ձեզ ներկայացրել եմ, որպեսզի դուք իրեն այդ ձևով կոնտեքստը տակ, ինչ եք դուք սովորում, ինչ գիտեք, կարող եք իրեն ասել մի հատ թեստ տա ինքը,
կարող եք նմուշ ուղարկել նախորդ տարիների անգլերենի բաների քննությունների նմուշները տալիս ենք, իրեն ասում ենք ուսումնասիրիր, տես ինչ տեսակի առաջադրանքներ են ստեղծել, հետո տալիս ենք նաև գրքերը, որտեղից որ մենք ուզում ենք մեր գիտելիքները ստուգել ու խնդրում ենք իրեն, որպեսզի ինքը դրա հիման վրա մեզ համար թեստեր կազմի։ Ու այսպես ինքնուրույն ինչ որ չափով դուք կարող եք պատրաստվել ատեստավորմանը։ Այստեղ հրահանգների գիրքը մենք որ ձեզ տանք, նաև թեստեր կազմելու մասով է գրած լինելու հրահանգը, դա կարող եք օգտագործել։ Եվ այս սկզբունքով արդեն ձեր կոնկրետ գիրք առ գիրք իր հետ կարող եք պատրաստվել։ Ընդ որում ոչ միայն կարող եք ասել թեստեր ինքը կազմի ձեզ համար, այլ կարող եք ասել բացատրիր այդ թեման, կարող եք ասել, գիտես, ես այսինչ իրար հետ շփոթում եմ, խնդրում եմ, որպես ինձ վերապատրաստող մասնագետ, դու այնպես բացատրիր, որ ես կարողանամ սահուն կերպով այդ գործիքները օգտագործել, այդ գիտելիքը ունենալ, թեստերը կարողանամ լրացնեմ եւ այլը, եւ երբ ինքը թեստ է տալիս, դուք այսպես on-line մեջը թեստը կարող եք լրացնել, ուղարկել իրեն, ինքը պատասխանները ձեր ստուգում է, որից հետո անալիզ է անում ձեր պատասխանների որակը, թե դուք որ ոլորտներից եք թերանում եւ այլը, ու դրա հիման վրա ձեր զարգացման ռազմավարությունը կստեղծի, այսինքն իմանալով դուք ինչը որտեղ եք թերանում, ինչը լավ չգիտեք, կարող է ձեզ առաջարկի, որ պետքա այսինչը բարելավեք, ու նույնիսկ դուք կարող եք ամենօրյա կտրվածքով իրեն ասել, որ արի ամեն օր կես ժամ տրամադրենք կամավոր ատեստավորմանը պատրաստվելու համար, դու ինձ կուղարկես սկզբում նյութը բոլոր բացառություններով ամեն ինչով, որպեսզի այդ ամեն ինչը ես սովորեմ, վերհիշեմ, հետո մի հատ այդ թեստ կուղարկես, թեստը ես կլուծեմ, ու այսպես ոնց մասնագետի հետ կպատրաստվեք, ինքներդ էլ ուսուցիչներ եք, շատ լավ գիտեք, որն է արդյունավետ ձևը պատրաստվելու, դուք իմացեք, որ երբ AI-ի հետ լավ ճիշտ շփվում եք, ինքը ձեզ համար վերապատրաստող ուսուցիչ կարող է հանդես գալ։ Դե եթե խոսքը վերաբերում է բանին, ինչ ենք ասում, կամավոր ատեստավորմանը, այդ դեպքում ես միանշանակ խորհուրդ եմ տալիս, որպեսզի նոթբուք LM-ը օգտագործեք։ Մի րոպե, ես իրեն ինչու, որովհետև տեսեք, նոթբուք LM-ը շատ հզոր գործիք է, որի միջոցով դուք կարողանում եք մինչև 50 գիրք ներբեռնել իր մեջ, եթե վճարովի տարբերակն է նույնիսկ մինչև 300 գիրք միաժամանակ, այսինքն այստեղ դուք կներբեռնեք ձեր անցյալ տարվա բոլոր նմուշները, ձեր ուղեցույցը, լիքը տարբեր գրքեր, որոնք մտածում եք, որ ձեզ պետք է, եւ նոթբուք LM-ը այդ ամեն ինչը շատ լավ վերլուծում է, ներկայացնում է ձեզ համար պլան է կազմում, բացի դրանից ինքը ինքնաստուգվող թեստեր է կազմում, որը շատ կարևոր է, որ մենք չնստենք այսպես իրեն պատասխանենք, այլ ինքնաստուգվող թեստերի մասով, օրինակ այսպես, տեսեք, նշեցինք հարցը, ինքը ասում է, ինչու է դա ճիշտ։ Հիմա մի հատ էլ օրինակ սխալ պատասխանենք, ինքը ասում է, ինչու է սխալ, բացատրում է, ինչու է սխալ, ընդ որում մենք կարող ենք գնալ յուրաքանչյուր թեստի մասով, հասկանալ, թե այդ հարցը կոնկրետ որ գրքից էր վերցված։ Պատկերացնում եք այդպիսի հնարավորություն, կամ նույն ֆլեշքարտերը, ինքը հարցը տալիս է, մենք կարող ենք այսպես փոխել, տեսնել պատասխանը որն է ու իմանալ կոնկրետ որ գրքից է ինքը այդ նյութը վերցրել։ Եթե մենք ձեռքով այդ ամեն ինչը անենք, լրիվ կխճճվեինք, հա, կամավոր ատեստավորման մեջ, գնում ենք այս գիրքն ենք բացում, տեսնենք իրոք այս իդիոմը այնտեղ ճիշտ էր բացատրված, իրոք այդպես էր բացատրված եւ այլը եւ այլը։ Բայց երբ գործիքը հնարավորություն է տալիս, որպեսզի դուք այսպես ինքնուրույն օրը քանի անգամ ուզում եք թեստ անեք, ավտոմատ ստուգի, վերջում էլ վերլուծի ձեր կարողությունները, դա նոթբուք LM-ը շատ հիանալի ձևով իրականացնում է, ձեզ բացատրում է ամեն ինչը ու դուք մենակ չեք լինում այդ ատեստավորման ժամանակ, բայց խոսքը միայն ատեստավորմանը չի, նույն
երեխաների համար երբ դասեր ենք պատրաստում, այ գալիս ենք հերթով ինտերակտիվ բաղադրիչին ենք անցնում, դուք կարող եք այս նույն ինքնաստուգվող թեստերը, ֆլեշ կարտերը ձեր դասերի ընթացքում կիրառել, ուղարկել երեխաներին հղումներով, իրենք անցնել, լրացնել, ու այդպես շատ հետաքրքիր է անցնում դասերը։ Օրինակ, այնտեղ հարց կար, ես ճիշտ պատասխանը ուզում եի հասկանալ ինքը որտեղից է դա վերցրել եւ այլը, կամ չեմ հասկանում էլի ինչ-որ մի բան, ինքը ավելի մանրամասն բերում բացատրում է։ Նոթբուք LM-ն էլ այսպիսի շատ հզոր ունակություններ ունի։ Հիմա ես ուզում եմ նաև ձեզ ցույց տալ, թե ինչեր հնարավոր է սարքել, ինչ ինտերակտիվ նյութեր հնարավոր է սարքել AI-ով։ Ժորժ ջան, այսօր մենք AI-ի հնարավորությունն ենք քննարկում, ընդհանուր ատեստացիայի համար չենք հավաքվել, բայց ես գիտեմ, որ շատերդ պատրաստվում եք, դրա համար այս մասերը նշեցի, ոնց կարող եք պատրաստվել կամ ինչ հնարավորություն ունի։ Հիմա այս ամենակարևոր մասը ինձ համար, որ դուք տեսնեք, ոնց կարող եք ձեր դասերը ինտերակտիվ դարձնել ու հերթով ցույց կտամ մի քանի աշխատանքներ, որոնք արել են մեր մեկամսյա դասընթացի ուսուցիչները, անգլերենի մասնագետները, այն որ ասում եմ խաղեր կարող եք ստեղծել, Duolingo-ի նման հավելվածներ կարող եք ստեղծել կոնկրետ ձեր դասարանի կամ կոնկրետ թեմայի մասով, առանց ծրագրավորման գիտելիքներ ունենալու։ Օրինակ, մեր ուսուցչուհին բողոքում էր, որ չեն կարողանում ժամը սովորեն աշակերտները, չգիտեմ, 5-րդ թե որ դասարանի աշակերտներն էր, ասում է չնայած բանեն, բայց էլի չեն հասկանում թվում փաստը երբ պետք է ասեն, ոնց պետք է անեն, ու այսպես ինքը մոդել սարքեց, որ կարողանա ցանկացած, տեսեք ոնց է ինքը ժամը փոխում եւ show answer սեղմում ենք ու ինքը բացատրում է եւ ասում է ես դասարանում ցույց եմ տվել եւ աշակերտները այնքան էին ուրախանում, ասում են մի հատ էլ այն մյուս բանը դրեք, այս ժամը դրեք եւ այլը ու տեսնում էին, հա, իրենց աչքի առաջ ոնց է փոխվում, ոնց է արտացոլվում ու դուք նույնիսկ այստեղ կարող եք դնել բանավոր սկսի այդ ամեն ինչը խոսել։ Սա ընդհանրապես մի միջոց է, ինչ որ դժվարացող թեմա, որ երեխաները չի ստացվում, կարողանաք բացատրել։ AI-ի մեջ խաղերն է շատ լավ ստացվում, հատկապես անգլերենի ուսուցիչների համար։ Օրինակ, տեսեք, այստեղ ենթադրենք անգլերենի այս ամեն ինչը ինտերակտիվ մասերը արդեն ձեզ ավելի խորը գիտելիքներ է պետք ու հերթական քայլերով է պետք։ Այս մասը ցույց եմ տալիս, որ դուք պոտենցիալը, հնարավորությունները տեսնեք, ոգևորվեք, իմանաք 21-րդ դարում ինչեր հնարավոր է անել։ Օրինակ, այստեղ English verbs կամ սինոնիմներ, որը որ ուզում ենք, կամ կարող ենք մենք այդ պահին ինչ որ թեմա գրենք, որը որ անցնում ենք դասարանում եւ ստեղծում ենք խաղը ավտոմատ ու միջին, բարդ եւ էքսպերտի մակարդակների։ Այս խաղի իմաստը որն է, մեր ուսուցչուհին է ստեղծել, հարցերին պետքա երեխաները ճիշտ պատասխանեն, որ գան վերջում գանձը գտնեն, ու այսպես տեսեք, օրինակ բացվում է, որն է հոգնակին, որն է ճիշտ, եւ եթե ճիշտ ենք պատասխանում, ինքը թռնում գալիս է այստեղ ծովի վրայով անցնում է, ահա, տեսնում եք, չէ՞, կանցնի վերջում արդեն բոլորը ճիշտ պատասխանների դեպքում գնում ուրախանում է, այսպես պատասխաններ ցույց է տալիս։ Այս ոնց պատկերացնում են մեր ուսուցիչները, այդպես են ստեղծել։ Դուք էլ ցանկացած տեսնելով այս հնարավորությունը, արդեն իմացեք, որ ցանկացած թեմայով կարող եք նման կամ ավելի բազմաֆունկցիոնալ խաղ ստեղծել արդեն։ Այս մեկը, օրինակ, մեր իսպաներենի ուսուցիչներ, ինքն էլ ոչ թե թեստեր է ուզել սարքել, այլ հենց բաց թողնված բառեր, որ այդ պահին աշակերտները գրեն, ընդ որում դուք կարող եք սա իրենց ուղարկել կամ կարող եք դասի ընթացքում, եթե նոթբուք եք տանում կամ պրոյեկտոր բան ունեք, միացնեք, շատ են սիրում երեխաները այսպիսի բաները։ Ինտերնետից իհարկե անգլերենի ինչ որ թեմաներով գտնում ենք, բայց դրանք շատ ընդհանրական է լինում, արդեն հոգնեցուցիչ է։ Դուք AI հնարավորություն տալիս է, որ միայն AI գիտելիք ունենալով կարողանաք կոնկրետ ձեր ուզած բառերով, ձեր ուզած նույնիսկ մեր ուսուցիչը այս անհատական է պարապում իսպաներեն, ինքը
Երբ ստեղծում է, այդ երեխայի անունով է ստեղծում վարժությունը, այդ երեխային սփյուռքահայերի հետ է պարապում, այդ երեխայի նախասիրություններն է այստեղ դնում ու չեք պատկերացնի ինչքան ոգևորված է այդ երեխան սպասում, որ գա հաջորդ դասին, միջև այդ չէր ուզում, ասում է ես լեզու չեմ ուզում սովորեմ, բայց այս մեթոդը երբ սկսեց կիրառել, մեր ուսուցիչը իր փորձով կիսվեց, որ շատ արդեն ոգևորված գալիս է դասին։ Ու այսպես շարունակ դուք կարող եք տարբեր խաղեր ստեղծել, այս խաղերն են, նրանով է հետաքրքիր, տեսեք, օրինակ past simple, think-ի past simple-ը, հիմա պետքա օրինակ սոթի վրա չէ, կարողանանք, Շոտ, նետը խփել, որ մեզ միավոր գա։ Սրանք կարող եք եւ դասի ընթացքում կիրառել, որ արագ խմբով երեխաները ասեն, տեսնենք հաղթես թե չէ, միավորներ ա գալիս, կյանք ա գալիս, կամ կարող եք առանձին երեխաներին ուղարկել, նույնիսկ իրենք տանը սա խաղան, ոգևորվեն, որտեղ խաղալով սովորում են իրենք, միջև ճիշտը չիմանան քերականության մասով կամ թեկուզ բառաբաշարի մասով, իրենք արդեն պարտվելու են, իսկ երեխաները շատ են, չէ, ամբիցիոզ, իրենք սիրում են գնալ միավոր շահեն եւ այլը։ Ու այսպես որ դասը իրականացնում են, իրենք ոգևորված քերականություն են սովորում, ամեն ինչ են սովորում առանց հասկանալու։ Մենք նաև կարողանում ենք AI-ի միջոցով խաչ բառեր պատրաստել։ Այս դեպքում գրում ենք օրինակ այստեղ պատասխանները, ավտոմատ հետո չեքի process կա, ստուգում ենք, կարող ենք worksheet-եր դրա հիման վրա գեներացնել, կարող ենք AI-ին օգնության դիմել, իրեն հարցնել, ասել ինքը մեզ հուշումներ տա, որպեսզի երեխաների համար մաքսիմալ հետաքրքիր լինի ու տեսեք այսպիսի բան ենք արել նաև ինչի համար ենք հա մենք շնորհակալ երախտապարտ այս ուղակի իրենց գաղափարներն են ինչեր կարելի անել սա էլ հոդերի մասով ենք բացատրում այսպես միջև գրում ենք հետո գնում միավորներ ենք հավաքում եկեք տեսնեմ ուրիշ ինչեր ունենք օրինակ սովորական պրեզենտացիաները, որ ստեղծում ենք, դրա փոխարեն կարող ենք այսպիսի հենց ինտերակտիվ նյութեր սարքել, որպեսզի մաքսիմալ տեսանելի լինի աշակերտների համար։ Այստեղ կարող ենք մենք թարգմանությունները նաև անել, օրինակ աղջիկը խնձոր է ուտում եւ այն որ բանում գրքում լինում է, էլի, այստեղ էլ ինքը պետքա մենք ճիշտ ձևակերպենք, որպեսզի վերջնական նախադասությունը ստանանք, The girl is eating an apple. ու այստեղ այս խաղերի միջոցով դուք կարողանում եք եւ speaking-ը զարգացնել, listening-ը, ինչ ասես, AI-ի ինքը իրեն կարող են խոսել AI-ի հետ, AI-ը իրենց պատասխանի, ստուգի եւ այլ ու այսպիսի ինտերակտիվ խաղեր խաղա։ Այս մեկը օրինակ ֆլեշքարտերի հավաքածու է ըստ տարբեր նախասիրությունների, որ մենք խմբավորած ունենանք, այս էլ էլի դասընթացների ընթացքում կիրառում են եւ արտասանում են իրենք web edge-եր ենք շատ կարողանում AI միջոցով անել, որպեսզի երեխաները լրիվությամբ կարողանան ինֆոգրաֆիկ ձևով տեսնել այդ ամեն ինչը ու խաղալ, այս էլ խաղն է, օրինակ պետք է ինչ է ասում simple of buy, հիմա մենք եթե օրինակ այսպես ճիշտ պատասխանենք ինքը մեզ միավոր է տալիս, եթե սխալ ենք պատասխանում, մեր կյանքից գնում է, մի կյանք գնաց։ Պատկերացրեք, եթե դուք քերականությունը հատկապես անկանոն բայեր եւ այլ, այսպիսի խաղային մեթոդներով եք անում, ինչքան են ոգևորվում երեխաները։ Ընդ որում նշեմ, որ սրանք անելու համար ձեզ ընդամենը պետքա AI գիտելիք, ճիշտ ուղղորդում ու անվճար գործիքներ, նույնիսկ անվճար գործիքներով այս ամեն ինչը կարողանում եք անել, այստեղ էլ իդիոմներ ենք սովորեցնում, նկարներով, այսպես սիրուն, հետո կարող ենք քուիզ անել դրա հիման վրա, տեսնել ճիշտ ենք հասկացել թե չէ, կամ deep dive անենք, փորձենք ավելի շատ իմանալ դրա մասին։ Մի խոսքով շատ են այս հնարավորությունները, ես ուղղակի ուզեցա, որ վերջում դուք դա էլ տեսնեք, որովհետև մինչև չեն գալիս, չէ, սովորում դժվար է լինում պատկերացնել, որ AI-ը այսպիսի մեծ հնարավորություններ ընձեռնում է, բայց իրոք հատկապես անգլերեն ուսուցիչների գործը ինքը շատ է հետաքրքիր դարձնում, դասավանդվող առարկան ներգրավող է դարձնում աշակերտների համար ու աշակերտները չեն ձանձրանում արդեն քերականություն սովորելով, որովհետև երբ ստեղծում ենք խաղերի միջոցով իրենք սկսում են հետաքրքրվել ու մեր ուսուցիչները ասում են ժամը անցնում է, իրենք չեն էլ հասկանում ոնց են
սովորել, վերջում ասում է զարմանում են, որ սովորել են, որտեվ այդ ամբողջ ընթացքում թեկուզ որ ուղարկում եք տանն են անում, իրենց թվում է, թե իրենք խաղացել են պարզապես, բայց խաղի միջոցով շատ բաներ տպավորվում է, տեսնում են, լսում են, կարդում են եւ այլը եւ այլը։ Այս AI-ի հնարավորություններն է։ Հիմա եկեք տեսնեմ ինչ հարցեր ունենք։ Մենք այս ամեն ինչը ստեղծում ենք մեկ ամսյա դասընթացի ընթացքում, այսպես եթե ընդհանրական դա էլ ներկայացնեմ, գալիք մեկամսյայի ընթացքում ունենք հատուկ խումբ օտար լեզուների մասնագետների համար մարտի 10-ից է սկսում դասընթացը, 8 հանդիպում է տևում, որոնց ընթացքում ես պրակտիկ ցույց եմ տալիս արդեն, բացում ենք նոթբուկ LM-նա, մնացած գործիքները հերթով ցույց եմ տալիս ոնց ենք այդ նյութը, այս խաղը, խաչ բառը, այս ամեն ինչը պատրաստում, բացի այս ամեն ինչից ինչը ցույց եմ տվել, շատ բաներ ենք անում, չեմ կարող բոլորը ցույց տալ, ստեղծում ենք տեսանյութեր, ընդ որում եւ ուսուցողական, եւ այն կարճ տեսանյութերը, որ լինում է ինչ որ մեկը խոսում է եւ այլը, ստեղծում ենք ոդկասթեր, որտեղ երկու AI իրար հետ բանավիճում են ինչ որ հարցի շուրջ, ստեղծում ենք պաստառներ, ինտերակտիվ ֆլեշկարտեր, ինքնաստուգվող թեստեր, աուդիո, երգեր, մի խոսքով այն ամեն ինչը, պլյուս այս 3 դեմոդելները, խաղերը, պրեզենտացիաները, որոնք որ պետքա ներգրավող դասընթացներ իրականացնելու համար։ Եվ լավագույն բաղադրիչը թերևս այն է, որ այդ մեկ ամսվա ընթացքում բոլորը ինձ հետ անհատական կապի մեջ են լինում, փոքր խմբեր ենք ունենում, 30-35 հոգանոց, դասի ընթացքում ցույց եմ տալիս ոնց ենք անում, հետո տեսաձայնագրությունը տրամադրվում է, ինքնուրույն գնում եք, եթե պետքա լինում նայում եք, կանգնացնելով ձեր աշխատանքը, ինչ ուզում եք անել, անում եք, ուղարկում եք, ես հերթով ստուգում եմ, հետադարձ կապ եմ տալիս մեկ առ մեկ, ինչ որ դժվարություն ունենում եք, հաշվեք ոնց որ անհատականացված դաս է արդեն լինում, ձայնայիններով այսպես իրար հետ շփվում են, միջև որ համոզված լինենք, որ յուրաքանչյուր ուսուցիչ կարողացել է իր խաղերը, իր նյութերը, իր ամեն ինչը ստեղծել։ Եվ տեսաձայնագրությունն ենք տրամադրում ու հրահանգների շտեմարան, այս հրահանգները, որ ձեզ կտամ, 5 հրահանգ է, 5 էջանոց, իսկ մեկ ամսյայի ընթացքում էլ 50 էջանոց հրահանգների շարք եմ տալիս, որպեսզի ամեն դեպքի համար իրենք հրահանգները ունենան։ Հիմա ձեր խմբի համար մենք կտրամադրենք զեղչ, որով գրանցվելու դեպքում դուք կստանաք 10% զեղչ, 2000 դրամ կզեղչվի, կարող եք գրանցվել դասընթացին, եթե դուք եք ցանկանում այսպիսի ինտերակտիվ նյութեր պատրաստել, ու բացի դրանից, եթե ուզում եք AI-ը լավ ուսումնասիրել, ճիշտ հրահանգներով ամեն ինչով կարողանալ ձեր որակյալ նյութերը կազմել ու նոթբուք LM-ով էլ ինքնուրույն պատրաստվել կամավոր ատեստավորմանը։ Այդ բոլոր գործիքակազմը դուք արդեն ստանալու եք։ Եկեք հիմա տեսնեմ մեր զրուցարանում ինչեր ունենք գրած, հարց ու պատասխան անեմ, որից հետո արդեն կասենք ոնց ենք ձեզ այդ զեղչը եւ նաեւ Ալենի կողմից խոստացված գրքերը, որոնք ինքը նշեց, որ ոչ միտեղ չկա, ոնց ենք ձեզ ուղարկում։ Այսպես, ահա Ես անգամ հրաման եմ տալիս աշխատիր ինչպես ChatGPT, ChatGPT-ին եք ասում աշխատիր, այդպես բայց պետք չի, պետք է իրեն ասել որպես փորձառու անգլերենի մասնագետ անի։ Միասնական քննության թեստի օրինակի հրահանգները կխնդրեմ բացատրել։ Ժորժ ջան, այդ տրամաբանությունը լրիվ նույնն է։ Ես թեստի մասով արդեն խոսեցի, դուք ուղղակի իմացեք, որ կոնտեքստը պետքա տաք, այդ միասնականի բաները որ գրքերից պետքա լինի, միասնականի նմուշներ տաք իրեն եւ այլը, ու հրահանգը ոնց ասել եմ, թեստը ոնց պետքա մանրամասն ասեք, քանի հատ եւ այլը, այդ ամեն ինչը տաք։ Այդ սկզբունքներով կառաջնորդվեք կկարողանաք, բայց միասնականը, եթե այդպես ավելի բարդ բաներ եք ուզում սարքեք շտեմարանների հիման վրա եւ այլը, դա արդեն խորհուրդ կտամ նոթբուք LM-ով անեք։ Ուղղակի նոթբուք LM-ն էլ ինքը շատ լավ AI է, ուսուցչի համար լավագույնը երևի ինձ համար, այնտեղ էլ հրահանգներ կա, համակարգային հրահանգներ կա, настройка settings-ներ կա, որ պետքա ճիշտ կարողանաք դնել, որպեսզի որակյալ պատասխան ինքը ձեզ տա, այսինքն ուղղակի այսպես իրեն հարց տալով լավ պատասխան չենք կարողանում։ Օրինակ մենք մեր մեկամսյայի ընթացքում 2 դասը լրիվությամբ նոթբուք LM-ին ենք նվիրում, որպեսզի իր միջոցով կարողանաք ձեր բոլոր այդ գիտական աշխատանքները թե ձեզ, թե ձեր աշակերտների համար իր միջոցով կատարել։
Մի անգամ այսքանը տանք, հաջորդ անգամ, հա, Հերմինե ջան, մի զրուցարանում, բայց մի զրուցարանում, որ մի անգամ այսքան տակ, հետո ինքը կհասկանա, ու այդ նույն զրուցարանում դուք չխառնեք ուրիշ բաներ չասեք, մի հատ պլան, մի հատ պրեզենտացիա, մի հատ էս չէ, եթե թեստերի համար է ձեր բանը, ինչա ձեր չաթը միայն թեստեր կազմեք, հետո մի հատ ուրիշ զրուցարան բացեք, ընդեղ էլ էլի գիրքը տվեք, սովորեցրեք, դեղ էլ դասի պլաններ կազմեք, այսպես շարունակ, որ ինքը չխառնի, ու այո, AI-ը չնայած մի հատ գործիք է, բայց ինքը շատ անհատականացված է, բոլորս էլ նույն հրահանգը վերցնենք, գնանք փորձարկենք, բոլորս նույն պատասխաններն ենք ստանալու, որտեղ կախված է լինում նրանից, ոնց ենք մենք մասնագիտորեն իրեն վերահսկում, ոնց ենք հետո ստացած նյութի հետ աշխատում, այդ շատ նյուանսներ կա, որ պետք է հաշվի առնել, ու երբ մենք այդպես բծախնդրորեն իր հետ աշխատում ենք, ինքը սովորում է, որ մենք բծախնդիր ենք, որ մենք որակն ենք սիրում, պահանջում ենք, ու հետո աստիճանաբար ինքն սկսում է ավելի որակյալ նյութեր կազմել, ատեստացիայի մասին խոսեցինք արդեն AI-ով ոնց կարող եք անել, այո, այս ֆայլը ձեզ ուղարկելու ենք, տեսաձայնագրությունն էլ կլինի, կարող ենք ձեր մեյլերին կուղարկենք և նյութերը և տեսաձայնագրությունները, այդպես ավելի համակարգված ձևով կունենանք, ՀՊՉ-ի ծրագիրը ներբեռնեք, հա, Հերմինե ջան, այս շատ ճիշտ եք ասում, հենց դրա մասին է խոսքը, որ ինչքան համատեքստ կա, իրեն պետքա տակ, դա լինի ՀՊՉ, դա լինի ինչ-որ հայտարարություն, միջազգային կոնֆերանսի, որտեղ մանրամասներն է գրած, դա լինի գիրք, որտեղ կոնկրետ գրած է ինչը ոնց պետք է անել, եթե նմուշ օրինակներ ունեք, առաջին հրահանգի մեջ ես դա ասեցի, այդ նմուշ օրինակները պարտադիր իրեն կցեք ու ինքը ձեզ այդպես ավելի լավ կպատասխանի։ Իսկ խաղեր, վիդեոներ ներառում են դասի պլանները ներառում են տեքստի առումով, խորհուրդ են տալիս ինչեր օգտագործել, բայց եթե դուք եք ուզում ինքնուրույն ստեղծել այն խաղերը, օրինակ, որոնք ես ցույց եմ տվել, շատ հեշտությամբ եք դա ստեղծում, այդպես բարդ չթվա, օրինակ ես էլ մինչև AI-ի հայտ գալը միայն ծրագրավորողներն էին կարողանում անել, բայց հիմա սովորական շարքային ուսուցիչները առանց 0 ծրագրավորման գիտելիքի այսպիսի խաղեր են ստեղծում, այն էլ ամեն դասի համար։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, երբ արդեն AI-ին սովորում ենք, լավ ենք կիրառում, նախկինում եթե ձեռքով դասի պլան կամ թեստ էինք ստեղծում, այդ նույն ժամանակահատվածում հիմա կարողանում եք եւ պաստառ, եւ աուդիո, եւ տեսանյութ, եւ խաղ, եւ չգիտեմ, պրեզենտացիա ստեղծել ու դեռ ժամանակ էլ խնայել։ Աննա ջան, շատ լավ հարց եք տվել, եթե դասագիրքը չենք կցում, պարզապես գրում ենք դասագրքի հեղինակի, այո, ես խորհուրդ չեմ տալիս, մեր դասընթացների ընթացքում միշտ հորդորում են, որ պարտադիր գիրքը կցեն, որովհետև հատկապես հայկական գրքերի դեպքում ինքը կարողա չիմանա, ընդհանուր է գնում ինտերնետից է վերցնում, միշտ ապահով է, եթե դու գիրքը տալիս եք, առանց հրահանգել, մի հատ ասում եք սովորիր ես գիրքը, բացատրիր ինչեր կա մեջը, ինքը որ բացատրում է ձեզ, դրանից հետո սկսում եք դասի պլանները կամ մնացած թեստերը, ատեստացիա եւ այլն կազմել, այո, հեղինակ միացեք, գիրքը տվեք։ Պատրաստի նյութը կարող եք ոչ թե ներբեռնել, այլ պատրաստի նյութը դուք վերցրեք, պատճենեք եւ տարեք Google Doc-ի կամ Word-ի մեջ տեղադրեք։ Այդպես հեշտ է լինում, ուղղակի սեղմում եք պատճենել, կոճակնել է նույնիսկ լինում ներքևում, ամենաներքևում բոլոր AI-ներում էլ։ Ուղղակի սեղմեք ընտրելով, վերցրեք, տարեք ձեր Word-ի մեջ տեղադրեք։ Լավ նկարներ վերամշակում է ինձ համար Nano Banana-ն, Google-ի, Gemini եւ ChatGPT-ին։ ChatGPT-ն նկարների մասով նորմալ է անում, բայց եթե դուք օրինակ Gemini-ին եք սովոր, Nano Banana-ն էլ շատ լավ է անում այդ ամեն ինչը։ Ահա, ինչ լավներ, մերսի շատ, հա, շատ ուրախ եմ։ Gemini-ը չէ, անվճար տարբերակ կա, ու այս բոլոր խաղերը, ամեն ինչը, որ ես ձեզ ցույց եմ տվել, բոլորը մեր ուսուցիչները սարքել են անվճար AI-ների միջոցով։ Եվս մի հարց կա, գործիքը, որ ցույց է տալիս մեր ուղարկած առաջադրանքների լինքերի գործիք կա, որը ցույց է տալիս մեր ուղարկած առաջադրանքների լինքերի արած պատասխանները։ Հա, եթե դուք ուզում եք թեստ պատրաստեք, որով ինքնաստուգվող կլինի, աշակերտը կանցնի այդ թեստը, դուք էլ կտեսնեք ով է ճիշտ արել, անուններով կգրվի, դա Gemini-ով ենք անում։ Խաղը պատրաստելու համար, Ժորժ ջան,
խաղերը ամեն ձև կարող եք անել դուք, քանի միավոր ավերջում հավաքում, ձայնային ավելացնեք, AI օգնական ավելացնեք, ինչը ձեր երևակայությունը ներում է, պատկերացնում է, դուք այս գործիքների միջոցով խաղեր ստեղծելիս կարող եք օգտագործել լրիվությամբ գործիքակազմը շատ հզոր է, ձեր երևակայությունն էլ եթե հզոր լինի, հզոր բաներ կստեղծեք, բոլոր ամեն ինչ էլ կարողանում եք անել, բայց թե ոնց խաղեր պատրաստեք եւ այլը, դա արդեն պետքա սովորել։ Օրինակ մենք մեր մեկամսյայի ընթացքում երբ սովորեցնում ենք, առանձնացնում ենք 2 ժամը նոթբուք, 2 դասը նոթբուք LM-ով ենք սովորում, ոնց այդ գիտական ամեն ինչ անել, այնտեղ հիասքանչ պաստառներ, տեսանյութեր եւ այլը։ Հետո 2 դասը սովորում ենք ոնց խաչբառներ, խաղեր, վեբ էջեր, ինտերակտիվ նյութեր սարքել, հետո կրկնում ենք, գործնական ենք անում եւ այլը եւ այլը։ Այսինքն ոնց է, օրինակ հիմա ես ճիշտ հրահանգրելու մասին, սա կես ժամա խոսեցի, նույնն էլ այդ գործիքներն է, որպեսզի դուք ճիշտ կարողանաք օգտագործել, շատ քիչ է գործիքի անուն իմանալը կամ թեկուզ բզբզալը, պետքա ճիշտ ուղղորդում ստանաք։ Ես ինքս նկարելուց օրինակ հեռու եմ, այդ օրինակը ինձ վրա եմ բերում, ասում եմ, եթե նույնիսկ վրձին տան, վրձինի անունը ասեն ինչա, ես մեկա չեմ կարողանա դա նկարեմ, եթե ինձ չեն սովորեցնում ոնց դա։ Նկարելու եմ, լավ չի ստացվել, հետո ներվայնանալու եմ եւ այլ եւ այլը։ AI գիտություն է, եթե դուք ուզում եք որոշել եք դառնալ նորարար, կարող եք ինքնուրույն անել վիդեոներ նայելով եւ այլը, բայց կոնկրետ ուսուցիչների համար, որ օրինակ այսպիսի խաղեր ենք ստեղծում եւ այլը, ես ինքս էլ ինչքան դրսում վերապատրաստվել եմ, այդպիսի դասեր չի եղել, չկա պարզապես։ Այս ամեն ինչը մենք արել ենք համատեղ մեր ուսուցիչների հետ, կարիքներից դրդվելով մի ամբողջ տարի այնքան ինտենսիվ աշխատել ենք, որ պարզել ենք ինչ է պետք, որպեսզի ստեղծենք, հա, ու ոնց ստեղծենք այդ բոլոր նյուանսները հաշվի առնելով։ Դրա համար եթե ինքնուրույն եք սովորում, կարող է մի տարի, չգիտեմ, ժամանակ ծախսեք, փորձարկեք, լավ չստացվի, նույնիսկ հիասթափվեք, բայց կարող եք այդ ոնց որ անել, ձեր նախընտրությունը արդեն ժամանակն եք ուզում խնայել, թե ուզում եք 1 ամիս ներդնել, գիտելիք ստանալ այդ ոլորտից, 1 ամսվա ընթացքում էլ, օրինակ մեր դասերի ժամանակ հենց առաջին դասից հետո ուսուցիչները այսպիսի մոդելներ սարքում են, տանում դասարանում օգտագործում են։ Մեկ էլ մենք մի հատ լավ ավանդույթ ունենք High Learning կենտրոնում, մենք բոլոր ուսուցիչները իրար հետ նյութերով փոխանակվում են։ Օրինակ, եթե դուք միանում եք մեր գալիք մեկամսյային, ինչ ցույց տվեցի, պլյուս ինչ նյութեր, որ ստեղծել են անգլերենի մասնագետները, բոլորը ձեզ տալու ենք, ու դուք պատրաստի կարող եք գնալ օգտագործել այս խաղերը, այս նյութերը, նույնն էլ ձերը տրամադրելու ենք իրենց, ովքեր որ համաձայնություն են տալիս բնականաբար, ու հետագայում, ինչքան անգլերենի հոսքեր ունենանք, իրենց ստեղծած նյութերը էլի ձեզ կտանք պատրաստի, որ օգտագործեք, նայեք, ոգևորվեք, այսինքն մեր նպատակը փոխ աջակցող համայնքի ստեղծումն է, որտեղ ուսուցիչները իրար օգնելով կզինվեն AI-ից, չեն վախենա AI-ին, AI-ն էլ որպես ChatGPT չեն օգտագործի, դե chat-ում գրում ենք էլի բարև դասի պլան կազմի, սիրելիս էտա, չէ, Ժորժա, շատ հզոր է AI պոտենցիալը, այդ ChatGPT-ով դասի պլան թեստ կազմելը երևի AI պոտենցիալի 5%-ն էլ չի, 3-4%-ն է, հա, մնացած այս ինտերակտիվ նյութերը ինքը իրոք հրաշքա ու քանի գնում է, զարգանում է, մի օր զարթնում ես, փորձարկում ես գործիքը, ինքը այնպիսի հնարավորություն է տալիս, որ նախկինում չկար։ Օրինակ, այս նույն խաղեր ստեղծելը առաջ չկար, ինքը դեկտեմբերին է զարգացել, ու մենք դեկտեմբերին ես նստել, խորացել եմ մի ամիս, ուսումնասիրել եմ ինքս այնքան առարկաների գծով բաներ եմ պատրաստել, որ համոզված լինեմ, որ իրոք որակը կա, ու հետո հունվարին դասընթացը արեցինք, որ չգիտեմ, մեր ուսուցիչները ինչ ֆանտաստիկ նյութեր են սարքել, իմ սպասելիքներն էլ անկեղծ ասած գերազանցել են, ու մենք առաջինն ենք Հայաստանում, որ այսպիսի բաներ ենք սովորեցնում, ինքը լրիվ նոր է, ու ինչքան առաջ է գնում, այդքան զարգանում է։ Մենք մեր զրուցարանները միշտ խումբ ենք ունենում, պահում ենք այդ խմբու զարգացումների մասին էլ հայտնում ենք, որ գնացեք, այս ինչը փորձարկեք, այս էլ է զարգացել եւ այլն, ու դուք միշտ up to date լինեք AI-ի նորություններին։ Այսպես, ընտիր տպավորված եմ, շատ լավ, կահութն էլ է շատ լավ գործիք, ես կահութը սիրում եմ, հիշում եմ, երբ համալսարանում դասավանդում էինք 22 թիվներ, կարծեմ կահութով ոգևորված միջոցառումներ էի անում, բայց AI-ից հետո ընդհանրապես չեմ օգտագործում այլ կահութը, որովհետև կահութը էլի ձեռքով պետք է այնտեղ նստես, անես կամ հա ուրիշի թեստեր, ինչ որ խաղեր օգտագործես, ընդհանուր կամ ժամանակ ծախսես, այն հնարավորությունը, որ AI գործիքներն են տալիս, այդ ոչ մի պատրաստի կայք այդպիսի բաներ չի իրականացնում։
որովհետև այստեղ դուք եք էլի անհատապես այդ ամեն ինչը ստեղծում։ Այսպես հա Կանե ջան, այս ամեն ինչը հիմա եկեք դասընթացի մասով արդեն լիքը հարցեր եմ տեսնում։ Շատ շնորհակալություն, տեսեք հա, Կիմի եք օգտագործում, Կիմին էլ չինական AI է, յուրաքանչյուր գործիք իր առանձնահատկությունները ունի, ու այդ շատ կարևոր է, որ դուք դա իմանաք, որ հասկանաք։ Օրինակ, նոթբուք LM-ով պրեզենտացիաները շատ թեմատիկ են ստացվում, գամայով շատ պրոֆեսիոնալ են ստացվում, նայած ինչի համար եք դուք ուզում օգտագործել, բայց այս խաղեր եւ այլ այսպիսի բաներ ու հեշտ դուք չեք գնում ոչ մի բան բերում, վերցնում, ինչ որ միտեղ դնում, դուք բառերով, բանավոր խոսում եք, այն էլ հայերենով կարող եք անել, այն էլ high speech-ով արագ խոսում տալիս եք իրեն, ինքը պատրաստում է, դուք որևէ բան նույնիսկ նկար ինչ որտեղից չեք բերում, վերցնում տալիս իրեն, ոնց որ առաջ էինք մենք անում, դուք ուղղակի սովորում եք ճիշտ ոնց AI-ի հետ աշխատել ու այդ ամեն ինչը կարողանում եք ստեղծել։ Հիմա մեր դասընթացի մասով ասեմ, ինչի մասին որ ես խոսեցի, այս ընդամենը երևի մի 10%-ն էր, մնացածը ժամանակային առումով չեմ կարող բացել ցույց տալ, բայց մենք YouTube-ում տեսանյութեր ունենք, որտեղ լիքը բաներ ցույց ենք տալիս տարբեր առարկաների մասնագետներ ինչեր են ստեղծել, որ արդյունքը ռեալ տեսնեն։ Եվ ես դա ձեզ խորհուրդ կտամ, եթե ինչ որ մի դասի եք դուք գնում, հատկապես AI-ի հետ կապված, հիմա շատ տարածված է, բոլորը ոնց որ որոշել են AI մասնագետ դառնան, AI դասավանդեն, դուք պահանջեք արդյունք, տեսեք իրենց դասընթացի նախկին մասնակիցները ինչեր են սարքել, որ դուք գոնե իմանաք, դուք էլ կարող եք դրան հասնել ու հետո վստահեք արդեն միացեք դասընթացի։ Վերադառնալով մեր դասընթացին 8 հանդիպման ընթացքում մենք այս ամեն ինչը ինչու ենք հասցնում անել, որովհետև իմ կարծիքով ես մաքսիմալ լավ սխեմա եմ որոշել, որ հանդիպում ենք 8 հանդիպում ենք ունենում, ամեն հանդիպումը մի ժամ on-line է լինում, բացատրում եմ պրակտիկ երկար բարակ, այսպես չենք խոսում ոչ մի պրակտիկ բացում եմ, ասում եմ ոնց ենք սա ստեղծում, քննարկում եք, հարցեր եք տալիս եւ այլը, եւ տեսաձայնագրությունը ունենում եք, եթե պետք է լինում նայում եք, դուք էլ եք անում, ու բացի դրանից անհատական հետադարձ կապը ինձ հետ լինում է, այդ ամենակարևոր մասն է, մեր ուսուցիչները ամենաշատը դա են կարևորում, որովհետեւ AI-ի հետ մենակ չեն մնում, AI-ը այնպիսի բան է, լիքը գործիքակազմ տրամաբանություն, մի բան այն չես անում, կարող է չստացվի, հիասթափվեք, բայց այդ մի ամսվա ընթացքում անհատապես ինձ ուղարկում եք աշխատանքը, նայում եմ, հետադարձ կապ եմ տալիս ձայնայինով, իրար հետ կապի մեջ ենք լինում արդեն ոնց անեք, որ ավելի լավ ստացվի, ինչ որ մի բան չի ստացվում, ինչու եք այդպես արել, հա, ուղարկում եք, տեսնում եմ, ինչ եք սխալ արել, որ չի ստացվել, այսինքն, եթե դուք էլ որոշում եք, որ ժամանակ եք ներդնում, դասին հաճախում եք, դրանից հետո նստում եք, այդ գործիքը փորձարկում եք, ինձ հետ էլ կապի մեջ եք լինում, հասկանում եք ինչն եք ճիշտ սխալ արել, այդպես ձև չկա, էլի, որ չստացվի ու այդպես ինտենսիվ առաջ ենք անցնում ու հենց հաջորդ օրն էլ նորից եմ կրկնում տանում օգտագործում են լսարանում հիմա էլ ձեր բանը շատ լավ է այս պահը երբ հունվարին էինք առաջին դասը անում մեր ուսուցիչները ընդհանրապես տեղյակ չեն ոչ մի նմուշ չկար իրենց ցույց տալու ասենք այսպիսի խաղ իրենք ուղղակի մեր կենտրոնի նախկին դասընթացի մասնակիցներն էին վստահեցին որ մեզ մոտ որակը գիտելիքը առաջնային է այսպես եկան հարյուրավոր մասնակիցներ տարբեր խմբերում ներգրավեցին ու հիմա այնպիսի արդյունք են ստացել որ ես էլ չէի սպասում անկեղծորեն որ կկարողանան այն էլ գիտեք ուսուցիչներ ունենք ովքեր 60 65 նույնիսկ 70 տարեկան են ու այնպիսի մոդելներ են ստեղծում բարդ թեմաներ բացատրող եւ այլն որ համ ուրախանում եմ համ շատ ոգևորվում եմ որ ոչ տարիք է AI ճանաչում ոչ լեզու ոչ մի բան բոլորը ովքեր ցանկություն ունեն իմ ուղղորդմամբ արդեն կարողանում են այդ նյութերը ստեղծել մեր դասընթացը կոնկրետ հիմա ես հղումը ուղարկեմ կարող եք ձեզ մոտ պահել այսպես ժամը երեկոյան 8-ից 9-ն է լինելու ու հիմնականում անգլերենի մասնագետներ են լինելու, իրար հետ կարողանալու եք բոլոր նյութերով փոխանակվել, այստեղ ամենավերջում կարող եք տեսնել ըստ օրերի, որ օրը ինչ եք սովորելու, մենք եւ մեր խոստացած ծրագիրն ենք բաց հրապարակում ըստ օրերի, այստեղ պատկերներ, երգեր, ինչ ենք անելու, ինչ ենք սովորելու եւ այլը, եւ մեր YouTube-ում ժամերով կարող եք դիտել ինչ են մեր նախորդ դասի մասնակիցները ստեղծել, որ դուք էլ իմանաք ինչ եք էլի անելու վերջում ինչ եք ստանալու։ Մեր դասընթացին
միանալու դեպքում դուք, ինչպես նշեցի, 2000 դրամի զեղչ եք ստանալու ու բացի դրանից բոլոր նրանց, ովքեր մեր երրորդյա դասին չէին մասնակցել, ես երրորդյա դասի 6 ժամանոց դասընթացա տեսաձայնագրությունները անվճար կուղարկեմ ձեզ, որպեսզի ժամանակ ունենալու դեպքում դա էլ նայեք, այնտեղ հիմքերն ենք ճիշտ դնում, ճիշտ հրահանգ կազմել, գամմայով պրեզենտացիա, թեստ կազմել եւ այլը, գիրք գցել, որպեսզի ամուր հիմքը ունենաք ու մեկամսյայի ժամանակ արդեն սկսեք մաքսիմալ լավ գիտական ու ինտերակտիվ նյութերը պատրաստելը։ Հիմա, այսինքն ձեր ոնց որ նվերը մեր այսօրվա վեբինարից լինելու է հրահանգների փաստաթուղթը, որը կտամ 5 հրահանգներ մեր Ալենի կողմից ատեստացիայի գրքերը, որոնք կունենաք, կարող եք AI-ը ինտեգրել, սկսել օգտագործել եւ եթե մեկամսյա դասին միանալու եք արդեն, այս միայն գալիք մարտի հոսքին միանալու դեպքում կունենաք 2000 դրամի զեղչ եւ մեր երրորդյա դասընթացն էլ որպես նվեր կստանաք։ Այսպես, հիմա եկեք ցույց տամ ոնց պետքա մեր կայքում գրանցվեք դասընթացին, դե կարծում եմ անգլերենի մասնագետները այդ առումով են շատ ճկուն, օնլայն գնումներ եւ այլ հարցեր չի առաջանա, բայց ամեն դեպքում ցույց եմ տալիս։ Եթե դուք նախկինում մեր կայքից օգտված չեք, եթե դուք ինչ-որ վեբինարի, չգիտեմ, թեստի համար գրանցված չեք եղել մեր կայքում, high-end learning.կայքում, իմիջիայլոց high-end, որովհետև մենք մտածում ենք, որ ժամանակակից կրթությունը պետք է լինի բարձրակարգ, թե բովանդակային առումով եւ թե տեխնոլոգիաների առումով։ Այստեղ առաջին անգամ մուտք գործելու դեպքում պետքա գրանցվեք ոնց մնացած սոցկայքերում եւ այլը, ձեր անձնական էջը ստեղծեք, գաղտնաբար հորինեք եւ այլը, եւ եթե արդեն գրանցված եք, այդ դեպքում պետքա մուտք կոճակին սեղմեք, մուտք գործեք։ Նու բնականաբար էլի ոնց մնացած կայքերում է, եւ այստեղ գալիս ենք, մի հատ լավ հնարավորություն էլ ասեմ, մենք համագործակցում ենք նաեւ Իդրամի հետ եւ կարող եք մեր դասընթացին միանալ հիմա եւ վճարումը իրականացնել 3 ամսվա ընթացքում կամ նույնիսկ 3-րդ ամսվա վերջին Իդրամ Rocketline-ի միջոցով։ Էսա այդ մասն էլ ցույց կտամ։ Օրինակ գալիս ենք օտար լեզուների ուսուցիչների խումբը, սեղմում ենք սրա վրա եւ հետո գնել հիմա կոճակին ենք սեղմում, ինքը տալիս է մեզ Իդրամ թե քարտային վճարում, մենք սեղմում ենք, ենթադրենք, եթե Իդրամ եք ուզում, վճարել հիմա որ սեղմեք, այդ պարագայում QR կոդ է գեներացվում ավտոմատ մեր կայքում, որը դուք կարող եք ձեր հեռախոսով օրինակ բացել այդ QR կոդը եւ Իդրամի ներսից արդեն գնալ ակտիվացնել Rocketline-ի դիմել, ինձ թվում է ինտերնետը ինչ որ լավ չի, դրա համար չի թողում։ Հիմա եկեք մի հատ էլ քարտային վճարումը անեմ։ Եթե քարտով եք վճարում, սեղմում եք քարտային վճարում, այստեղ բնականաբար տվյալները, որը որ պետքա լրացնում եք, քարտի բանը, անուն, ազգանունը, ոնց քարտի վրա գրած է, եռանիշ թիվ, ամեն ինչ առանց որևէ մեկին ասելու։ Arca.am-ի էջն եք այստեղ արդեն մեր կայքից տեղափոխվում, բանկի ապահով էջն է, գրում եք վճարելը սեղմում եք, որից հետո բանկը ձեզ կոդ է ուղարկում, սովորական օնլայն վճարումները ոնց անում եք, հետո այդ կոդը բերում եք մեր կայքում տող է բացվում, այդ տողում լրացնում եք, սեղմում եք, վերջում գրում է շնորհակալություն մեր դասընթացը ընտրելու համար։ Հիմա եթե ունենում ենք պրոմո կոդ, այդ պրոմո կոդը այստեղ գրում ենք եւ սեղմում ենք մուտքա գրել ու ինքը տալիս է զեղչի չափը։ Ես էսա պրոմո կոդ, հետո արդեն ընտրում եք վճարման եղանակը եւ վճարել կոճակին եք սեղմում ու արդեն երբ վերջում գրում է վճարումը իրականացվել է, մենք ձեզ հետ կապ ենք հաստատում առանձին։ Ես իմ հեռախոսահամարն էլ կարող եմ թողնել։ Կարինե ջան, երրորդյա դասընթացի մասնակիցները 3000 դրամի զեղչ ունեն, նու նայած երբ եք գրանցվել, դուք կխնդրեմ ինձ անձնական գրեք, ես ձեզ ուրիշ պրոմո կոդ կտամ։ Հիմա ես իմ հեռախոսահամարը գրում եմ 094 25 01 95։ Դուք կարող եք ինձ ցանկացած, այսպես ասած, ձևով գրել, զանգել, եթե ինչ-որ հարցեր է առաջանում գրանցման հետ կապված, ես ձեզ կուղորդեմ կամ մեր տեխնիկական աշխատակիցը ձեզ կուղորդի։ Նաև մեր Facebook-յան էջին կարող եք հետևել, հետագայում տեղադրելու ենք մեր բոլոր դասընթացները, անվճար նյութեր, վեբինարներ, որ ունենում ենք, այդ մասով հայտարարելու ենք եւ ամեն ինչից դուք արդեն
տեղյակ կլինեք, հիմա մեր Facebook-ի էջն էլ կտեղադրեմ, մեր կայքեջն էլ եմ տեղադրել, արդեն հարցերի դեպքում կարող եք գրել, հա, պրոմոկոդն է լինելու է teacher, այսպես անգլերենով գրած է լինելու teacher, պրոմոկոդը կակտիվացնեք 2000 դրամի զեղչը կստանաք։ Եթե ինչ-որ ակտիվացնելու հետ կապված ցանկացած հարց լինի, պարտադիր գրեք կամ զանգեք, որպեսզի կարողանաք զեղչից օգտվել։ Մեկամսյա դասի արժեքը զեղչված ձեր խմբի համար լինելու է արդեն 18000 դրամ, այդ իմ նկարագրած արժեքները ներառյալ, եթե գրանցվեք մինչև մարտի 10-ը։ Իդրամի դեպքում էլ ուղղակի տեղափոխվելու եք ձեր իդրամը, վճարման տարբերակը Rocket Line եք ընտրելու եւ 3 ամսվա ընթացքում եք վճարումը անելու։ Այսպես, մենք ձեր էլեկտրոնային հասցեներին կուղարկենք այս հրահանգների շտեմարանը, կուղարկենք նաև Ալենի գրքերը եւ նորից կհիշեցնենք պրոմոկոդի մասին։ Այս պահին պրոմոկոդը դեռ ակտիվ չի, հիմա հենց դասընթացը ավարտենք 5 րոպեից teacher պրոմոկոդը ակտիվ կլինի, կկարողանաք օգտագործել եւ զեղչը ստանալ։ Այսպես, հիմա միկրոֆոնները ես ակտիվացրեցի, եթե ցանկացող կա, կարող եք արտահայտվել, ինչ որ հարց ունեք, կարող եք բանավոր ձեր հարցը տալ կամ գուցե ինչ որ մտավախություն ունեք AI-ի հետ կապված, ինչ որ առաջարկ ունեք, կարող եք բանավորել հնչեցնել։ Ահա, այսպես Ալեն ջան, ձեզ շնորհակալություն, որ գրքերը փոխանցեցիք, անպայման մեր ուսուցիչներին կտանք, որպեսզի իրենք կարողանան դրանից օգտվել։ Դասընթացը 1 ամիս է տևում, այդ ամբողջ իմ նկարագրածը դուք 1 ամսվա ընթացքում սովորում եք, որովհետև երկար չենք դնում, որ ավել երկար ֆինանս ձեզանից չտրվի, այլ այդ 1 ամսվա ընթացքում ես ներդնում եմ իմ ամբողջ էներգիան անձնական անհատական դաս, այսպես ֆորմատով, որ դուք կարողանաք այդ ամեն ինչը անել, շատ գումար չներդնելով, դե AI դասերի գները բոլորդ գիտեք, 3 դասը 20000 դրամ կարժենա առանց անհատական կապի, առանց ուսուցիչների կարիքներին կենտրոնանալու, դուք ուսումնասիրեք, մեր կայքը ամեն ինչ կա, այնտեղ բաց ձևով լրիվ գրած է, թե ոնց է լինելու դասերը, ինչա ներառված լինելու, հստակությունը լրիվությամբ կա, այստեղ նորից կարող եմ բացել, ամենավերջում ըստ օրերի գրած է, թե որ օրերին ենք դասեր ունենալու, ընդ որում ժամը նույնն է լինում, ամսի 10-ին, 13-ին, ձերը երեքշաբթի ուրբաթ օրերն է լինելու, երեկոյան 8-ից 9։ Այսպես, կարող եք գալ, կայքը ուսումնասիրել, մեր դասերի վերաբերյալ տարբեր կարծիքներ կա եւ թե կայքում, եւ թե Instagram, Facebook էջերում ինչեր են արդեն դասից ստացել, կարող եք այդ մասով էլ նայել։ Ես հիմա մեր YouTube-յան էջն էլ կուղարկեմ։ Այնտեղ երկար տեսանյութեր ունենք, որտեղ ցույց ենք տալիս, թե ինչ են մեր նախորդ դասի մասնակիցները ստեղծել, կարող եք դա էլ նայել, լրիվ բաց դրված է, այստեղ բնագետներ, հումանիտարը հենց օտար լեզուներ, հայոց լեզու եւ այլը, չնայած ինքը կապ չունի, որ առարկան դուք կդիտեք, ֆունկցիոնալությունը ինքը նույնն է, բոլորդ էլ ինչ մոդել թեկուզ բնագետների մոտ տեսնեք ստեղծած, իմացեք, որ դուք էլ նման բան կարող եք ստեղծել, այդ ֆունկցիոնալությունը շատ է։ Այսպես, Գանե ջան, դե օրերն էլ նշեցի արդեն, հա, իդրամով, Լիանա ջան, իդրամով վճարելու դեպքում, իդրամ Rocket Line-ի եք դիմելու եւ 18000-ը կարող եք նույնիսկ երրորդ ամսվա վերջին կամ այնտեղ գրաֆիկ եք ձեզ համար ստեղծում, ամեն ամիս օրինակ 6000 դրամ կամ երկրորդ ամսից սկսած կամ բոլորը երրորդ ամսում, դա արդեն մեր կայքից, երբ վճարման եղանակը իդրամ եք ընտրում, տեղափոխվում եք ձեր իդրամը, դեղ Rocket Line-ի եք դիմում, այդ Rocket Line-ի դիմելու պահը հենց իդրամն է կարգավորում, եթե հարց ունենաք իրենց հետ, կարող եք իրենցից էլ հարցնել, կարևորը որ մեր կայքից իդրամ ընտրեք, մուտք գործեք ձեր անձնական իդրամը, արդեն մնացածը Rocket Line-ի դիմում եք, իդրամը ձեր փոխարեն մեզ վճարում է, հետո դուք էլ իդրամին եք վճարում, էլի, բայց առանց տոկոսի, դուք նույն արժեքն եք վճարում, ինչ քարտով վճարելու դեպքում կվճարեիք, ավել տոկոսները մենք ենք իդրամին տալիս, որպեսզի բոլորը հավասար ֆինանսական վճարումներ իրականացնեն։
Այսպես, մեկամսյա դասընթացը ինչ որ առավելություն կտա, առավելություն դե ինչքան նկարագրել եմ, այդ մի մասն է, շատ բան եք ստեղծում, որը դուք կարող եք մեր YouTube-ում էլ նայել, մեր կայքում էլ նայել։ Առավելությունը այն կլինի, որ դուք ձեր ժամանակը 70-80%-ով կկրճատեք, որը ծախսում եք հիմա ինչ-որ թղթաբանությունների վրա ու որ 360 աստիճանով կփոխեք ձեր դասավանդման ոճը, կսկսեք նորարար ձևով դասավանդել, ինքնուրույն ամեն թեմայով, ենթաթեմայով վեբ կայքեր կստեղծեք, խաղեր կստեղծեք, ֆլեշկարտեր, այդ ամեն ինչը արագ կկարողանաք ստեղծել ու պարտադիր հավաստագիր տրամադրվում է մեր կնիքով, կազմակերպության QR կոդով, որ կարող են QR-ով մտնել, տեսնել ով ենք մենք, ինչ դասընթացներ ենք կազմակերպում, ինչ մասշտաբի գործեր ենք անում եւ այլը։ Այդ գիտելիքը, փորձը եւ որ ուսուցչի կյանքը փոխվում է, այդ լավագույն ոնց որ առավելությունն է, դե հավաստագիրն էլ հավոք հաստատող կլինի։ Այսպես, ուրիշ հարցեր ունենք, ժողովուրդ։ Կարծես թե ես բոլոր հարցերին պատասխանեցի։ Եթե հարցեր չունեք, Ժորժան, չէ, վատն այն է, որ ամեն ինչ ստեղծում ենք, բայց ասում են արհեստական, չէ, այ դուք մենք ես այդ բանին լրիվ հակառակ եմ, կողմնակից չեմ, այդ ով ասում է, որ դա AI-ն է ստեղծել, ինքը AI-ից գաղափար չունի ուրեմն, որովհետև եթե մարդը խորանում է, նույնիսկ AI մասնագետ պետք չի լինել, սովորական ուսուցիչը մի ամիս գալիս է աշխատում, ինքը ասում է, ես առաջ ոնց էի մտածում, որ AI-ն է անում, ես եմ այս ամեն ինչը անում, ով տեղյակ է AI-ից, ինքը գիտի, որ AI-ը լավագույն արդյունք միշտ տալիս է այն մասնագետներին, ովքեր իրենց մասնագիտականը ներ են դնում։ Դա դուք եք անում, ոնց է որ հաշվիչով արագ հաշվում ենք մնացած գործը հեշտացնում ենք եւ այլը կամ type անելու տեղը խոսում ենք։ Ուղղակի գործիք է, որը օգտագործում ենք մեր գործը ավելի հեշտացնելու համար։ Սա ունիկալ գործիք է, որի միջոցով մենք մեր արդյունավետությունը մի քանի անգամ տասնապատկում ենք։ Այսպես եզրափակեմ ու AI-ը շատ հզոր է, դուք ոնց ուզեք իրեն կարող եք ղեկավարել ու դուք պետք է ղեկավարեք, որ ձեր ուզած ուղղությամբ ինքը ձեզ տանի, այդ հզոր մեքենան ուղևորի դերում պետք է լինեք։ Ես միշտ էս ասում եմ, եթե դուք ուղևորի դերում եք այդ հզոր մեքենայում, ամենագնացում, ինքը որտեղ գնաց, դուք հետը գնալու եք, ուղղակի վերցնելու եք, արտագրելու եք, միջինացած արդյունք եք ստանալու։ Բայց եթե դուք գնում եք այդ հզոր մեքենայի ղեկին եք նստում, ապա այդ դեպքում դուք եք այդ ամենագնացը քշելու, որ ուղղությամբ ուզեք, որ արագությամբ ուզեք։ Ու ես շատ եմ ոգևորվել, այս մեր հունվարից միջև այդ մի ամիս նստել ծրագիր եմ կազմում, դիտարկումներ եմ անում, բայց այս հունվարից հետո այնքան մեծ ոգևորությամբ եմ ուզում բոլորին պատմեմ, որ իրոք ես էլ եմ մանկավարժ, ես գիտեմ ինչքան էի տանջվում համալսարանում դասախոսությունների, լեկցիաների վրա ու շատ եմ ափսոսում, որ այս հնարավորությունները չկար, որ ես այս ամեն ինչի իմ ուսանողներին տամ ու ուզում եմ, որ մեր կրթության համակարգը փոխվի, որտեղ ուսուցիչներից է այդ ամեն ինչը գալիս։ Առանց այն էլ տեխնոլոգիական սերունդա զարգանում, եթե մենք իրենց լեզվով չենք խոսում, իրենք մեզանից հոգնել են, մեր այդ չոր բառերը լսելուց, տեխնոլոգիական լեզվով պետք է խոսենք, բայց բովանդակությունը առաջին հերթին, առաջին տեղ դնելով, դա իմ, այսպես ասած, նշանաբանն է, միշտ բովանդակության վրա ենք կենտրոնանում օգտագործելով այս ՏՏ հնարավորությունները, ու լավ մասնագետը բազմապատկվում է մի քանի անգամ լավ մասնագետ է դառնում արդյունավետ նորարար հենց աշակերտների աչքերով ու իրենց համար։ Այսպես, շատ լավ, շնորհակալություն, այստեղ արդեն շատ ուսուցիչներ եմ տեսնում, ովքեր նշում են, որ միանում են մեր դասընթացին մեծ սիրով, արդեն մեր դասընթացի շրջանակում փոքր խմբերով ա լինելու, ինչպես նշեցի, այդպես մոտ 30 հոգի, դե AI դասերը, եթե մասնակցած կաք 100-150, այս մեծ խմբերով էլ անում են, բայց ես քանի որ բոլորի աշխատանքները պետքա նայեմ, ստուգեմ, մինչև գիշերվա 1000 այդ գործերով եմ զբաղված լինում, դրա համար սահմանափակում եմ, որպեսզի կարողանամ անհատապես բոլորին ուշադրություն դարձնել, ժամանակը կարողանամ կառավարեմ։ Դրա համար, ովքեր կգան արդեն, անհատապես իրար
հետ կաշխատենք, իրար հետ կծանոթանանք, այսպես շատ հաճախ էլ միշտ էլ ընկերանում ենք, վերջում էլ ենք կապեր հաստատում։ Օլգա ջան, շատ ճիշտ եք ասում, ու լավ է, AI-ը մեզ օգնության է գալիս բոլոր հարցերում։ Ու գիտեք, էսա աշակերտներն էլ են սովորելու այս ամեն ինչը անել, ու ուսուցիչը պետք է ինձ թվում է առաջինը լինի այս գործիքը ճիշտ կիրառողը, որ ճիշտ կարողանանք իրենց ուղղորդել, որովհետև եթե ուղակի իրենց ասում ենք մի օգտագործիր, մի արտագրիր, այս շատ սխալ մոտեցում է, AI-ը բոլորն են հեսա օգտագործելու, դուք պետքա մի քանի քայլ առաջ լինեք, ու ինձ գիտեք ինչ ա թվում, որ մեկը բոլորս էլ կրթության ոլորտից են, գիտենք այդ ճեղքվածքը, խնդիրները, ավանդական համակարգ եւ այլը, ուսուցիչ, աշակերտ ճեղքվածքը, ինձ թվում է այս AI-ը այն եզակի հնարավորությունն է, որ եթե ուսուցիչը ճիշտ օգտագործի այդ գործիքներին, ինքը միանգամից գալու է մի քանի անգամ աշակերտի համար ավելի հետաքրքիր է դարձնելու կրթությունը։ Սա գուցե այն գործիքն է, որի շնորհիվ իրոք մենք կարող ենք վերափոխել մեր կրթության ոլորտը, հետաքրքիր դարձնել կրթությունը, որովհետև ուսուցչի ֆունկցիան այս AI պարագայում գիտելիք փոխանցելը չի, դա AI-ն էլ է կարողանում շատ լավ, մեզանից լավ էլ անել։ Մենք պետքա շատ հետաքրքիր դարձնենք, մոտիվացնենք, մենթոր լինենք ավելի շատ աշակերտների համար, ուղղորդենք, ուղեկից լինենք եւ այլը, այսպիսի հետաքրքիր մեթոդներ կիրառելով, որ իրենք գան դեպի կրթությունը, արժևորեն կրթությունը, որովհետեւ վերջի ամբողջ տնտեսություն, պետություն, ամեն ինչի հիմքում կրթությունն է։ Ու դա մեր ուսուցիչների ձեռքում է, դրա համար ես ուզում եմ, որ բոլոր ուսուցիչները այս հնարավորության մասին իմանան, ու մենք էլ փորձում ենք պայմանները ստեղծում ենք, մատչելի ենք դասընթացները շատ դնում, ես իմ էներգիան ամբողջովին ներդնում եմ, որպեսզի դուք անհատապես ձեր նյութերը ունենաք եւ վերջի այս ամեն ինչով կրթության ոլորտի զարգացմանը նպաստենք նորարար ուսուցիչներով։ Այսպես ժողովուրդ ջան, այսքանը մեր YouTube-ի հղումներ չէ, կարծես թե դրեցի, կարող եք այստեղ էլ նայել ինչ աշխատանքներ են անում, ուրախ եմ շատ, որ հավանեցիք այս ֆորմատը, շատ շնորհակալություն լավ խոսքերի համար եւ ուրախ կլինեմ, ովքեր այսպես առաջամարտիկ են, գալիս են նորարար են, միասին մի ամիս շատ արդյունավետ կաշխատենք ձեր կարիքների վրա արդեն կոնկրետ։ Շնորհակալություն բոլորին, լավ օր եմ մաղթում, արդեն կեսգիշեր համարյա, հաջողություն ձեզ։ Ձեր մեյլերին անպայման կուղարկենք տեսաձայնագրությունները եւ մնացած նյութերը։ Գիրքը ամեն ինչն էլ կուղարկենք ձեր էլեկտրոնային հասցեներին, բացի դրանից 1 րոպե ինձ կսպասեք, ես մի հատ շատ կարևոր բան մոռացա, ճիշտ է մեյլերով էլ կուղարկենք, բայց ուզում եմ ատեստացիայի խումբը, որը այնտեղ մենք ունեինք, Ալենը ղեկավարում, այնտեղ անվճար նյութեր ա դնում, ես հիմա դա էլ կուղարկեմ ձեզ, ովքեր որ միացած չեն, կարող են միանալ, որպեսզի այդտեղ էլ անվճար նյութեր ստանաք, բայց ինձ թվում է մի րոպե, մեյլերին էլ ուշադիր կլինեք, բոլոր հղումները այնտեղ էլ կուղարկենք, բայց հիմա WhatsApp-ին կուղարկեմ, այս պահին կարող եք միանալ իրենց։ Ես արդեն ուղարկեցի, սեղմեք, միացեք, այնտեղ անվճար նյութեր կտեղադրվի։ Այսպես, ժողովուրդ ջան, դե պրոմոկոդը ակտիվ կլինի, հեսա ավարտեմ, հատուկ ձեզ համար եմ ստեղծելու, դրա համար նախորոք չեմ արել, teacher պրոմոկոդով 2000 դրամի զեղչ կստանաք, ցանկացած հարցերով էլ ինձ գրեք, զանգեք 094 25 01 95, իմ հեռախոսահամարը համաշխարհային արդեն ամենտեղ կա, այնպես որ դուք էլ կարող եք դիմել։ Արաքսա ջան, եթե հանկարծ չստանաք, ովքեր գրանցվել են, իրենց մեյլերը ունենք, իրենց ենք ուղարկելու, եթե չստանաք նյութերը, դուք իմ այս հեռախոսահամարը ֆիքսեք, իմ WhatsApp-ին կարող եք գրել, ասել, որ չեք ստացել, մեյլը ամեն ինչը այսօր ուշ երեկոյան կամ վաղը առավոտյան ձեզ կուղարկենք արդեն։ Այսպես, շատ լավ եղավ, շնորհակալություն բոլորին, ինչպես միշտ անգլերենի ուսուցիչները մեծ ուժեղ էներգետիկա են տալիս։ Հաջողություն բոլորին, լավ մնացեք։ Շնորհակալություն շատ։ Ես էլ եմ սրտիկներ ուղարկում, հաջողություն ձեզ։ Շնորհակալություն, հաջողություն։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Բարի Հաջողություն, գիշեր ձեզ։ հաջողություն։